Լուր գրասենյակում մի կին ստորագրեց ամուսնալուծության փաստաթղթերը, անգամ աչքերը չբարձրացնելով, մինչ շրջապատողները կարծում էին, թե ականատես են դառնում նրա պատմության ավարտին։ Սակայն մի քանի րոպե անց շքեղ ավտոմեքենա կանգնեց նրա առջ, առաջարկելով ոչ միայն ապաստան անձրից, այլ աներակայելի շրջադարձի բանալին։ Այն, ինչը թվում էր որպես մերժված կնոջ վերջնական անկում, դարձավ իշխանության պատերազմի սկիզբ, որը ներառում էր միլիարդներ, թաղված գաղտնիքներ, մի խելք, որին շատերը թերագնահատել էին։ Իսկ երբ անցյալը բռնի ձով հասավ նրան, նա բացահայտեց, որ իր ներսում կրում է ուժ, դիմակայելու իր նախկին ամուսնուց շատ ավելի հզոր թշնամիներին։ Նախքան այս զարմանալի փոխակերպման մասին իմանալը, մի եք ստորագրել ալիքին, ավելի շատ անակնկալներով լի պատմությունների համար։ Անձրը գրասենյակի ապակիներին խփում էր նույն այն սառնությամբ, որը տիրում էր սենյակում։ Մարինե Սարգսյանը նստած էր կարմրափայտի զանգվածեղ սեղանի դիմաց, շրջապատված թղթերով, որոնք ամփոփում էին նրա կյանքի 7 տարիները իրավական կետերով ստորագրություններով։ Ռուբենի փաստաբանը ինչ-որ բան էր շշնջում նրա ականջին, հավանաբար մեկ նախազգուշացում համաձայնագրի անբարենպաստ պայմանների մասին, բայց նա չէր լսում։ Նրա աչքերը սահում էին փաստաթղթի տողերով, առանց իրապես կարդալու։ Նա արդեն անգիր գիտեր յուրաքանչյուր բառը։ Ռուբենը սենյակի մյուս կողմում էր, պատուհանի մոտ, այն ժպիտով, որը Մարինեն սովորել էր ճանաչել որպես բավարարված գիշատչի նշան։ Նա հագել էր իտալական կոստյում, որն ավելի թանկ արժեր, քան սովորական աշխատողի տարեկան աշխատավարձը, նրա ուսերը բարձրացված էին այն մարդու ամբարտավանությամբ, ով իրեն հաղթող էր համարում։ Սիրուհին, 20 տարով երիտասարդ մի կին, շիկահեր մազերով, որոնք կարծես շամպունի գովազդից լինեին, կանգնած էր նրա կողքին, սեփականատիրոջ պես դիպչելով նրա թին։ Մարինեն մի պահ նայեց նրան, հայացքը թեքեց։ Դա նրան չէր հուզում։ Ոչինչ այլս նրան չէր հուզում։ Դուք սխալ եք անում, չվիճարկելով չմրցակցելու մասին կետը, ասաց Մարինեի փաստաբանը, այս անգամ ավելի բարձր, կարծես ձայնի բարձրությունը կարող էր թափանցել այն մշուշի միջով, որում նա կարծես թաղված լիներ։ Նա ուզում է, որ դուք ստորագրեք ամուսնության ընթացքում մշակված ցանկացած մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը։ Սա գործնականում կողոպուտ է։ Մարինեն վերցրեց գրիչը։ Նրա ձեռքը հաստատուն էր։ Ոչ տող կար, ոչ տատանում։ Ռուբենը նայում էր նրան, սպասելով տեսարանի արդյունքներ, ճիչեր, որ է դրամատիկ պոռթկում, որը կհաստատեր, որ նա ոչնչացրել է ինչ-որ թանկ բան։ Բայց Մարինեն պարզապես թեթակի թեքեց գլուխը, ստորագրեց։ Նրա անունը սահեց թղթի վրայով մի ստորագրությամբ, որը նույնքան դատարկ էր թվում, որքան նա իրեն զգում էր այդ պահին։ Մարինե, մի փաստաբանը գործնականում խլեց գրիչը նրա ձեռքից, բայց արդեն ուշ էր։ Ռուբենը ծիծաղեց։ Դա այն ծիծաղն էր, որը նա այնքան լավ գիտեր, այն ծիծաղը, որն արձագանքում էր այն առանձնատան միջանցքներում, որտեղ նրանք միասին էին ապրում, այն ծիծաղը, որն ուղեկցում էր նրան, երբ նա մինչ ուշ գիշեր աշխատում էր, մշակելով այն կոդերը, որոնք պահում էին նրա կայսրությունը։ Որովհետև հիմա դա նրանն էր։ Ամեն ինչ նրանն էր։ Ընկերությունը, որը նա ղեկավարում էր այդքան հպարտությամբ, հաճախորդների պորտֆելը, որը նրան դարձնում էր հարգված դեմք տեխնոլոգիական շրջանակներում, գործարար հանճարի համբավը, ամեն ինչ կառուցվել էր այն աշխատանքի վրա, որը նա կատարում էր ստվերում, առանց գնահատանքի, առանց ճանաչման։ Դու ճիշտ բան արեցիր, ասաց Ռուբենը, մոտենալով նրան մի վստահությամբ, որը սահմանակից էր արամարանքին։ Վերջապես դու հասկացար քո տեղը։ Հուսով եմ, կյանքումդ անելու համար քեզ հարմար մի բան կգտնես։ Գուցե աշխատանք զանգերի կենտրոնում։ Լսել եմ, որ նրանք աշխատանքի են վերցնում քո սահմանափակ փորձով մարդկանց։ Մարինեն չպատասխանեց։ Պարզապես ստորագրեց վերջին փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը իր նախկին եսի մի փոքրիկ մահն էր։ Երբ ավարտեց, նա վեր կացավ մի հանգստությամբ, որը գերբնական էր թվում։ Նրա վերարկուն կախված էր դռան մոտ, մի պարզ, մոխրագույն վերարկու, որը գնել էր 5 տարի առաջ։ Նա հագավ այն, մինչ Ռուբենը շարունակում էր խոսել, հավանաբար սիրուհուն տպավորելու համար պատմություններով, թե ինչպես է վերջապես ազատվել մեռած բեռից։ Դու այստեղից դուրս ես գալու ոչնչով, ասաց նա, նրա ձայնը հետապնդում էր նրան մինչ դուռը։ Ոչնչով, բացի այդ հին հագուստից քո անպիտանությունից։ Իսկ ես։ Ես կունենամ ամեն ինչ։ Ընկերությունը, փողը, այն կյանքը, որին միշտ արժանի եմ եղել։ Դու ընդամենը մի խոչընդոտ էիր, որը վերջապես կարողացա հեռացնել։ Մարինեն բացեց գրասենյակի դուռը։
Միջանցքը դատարկ էր, լուսավորված այն լյումինեսցենտային լույսով, որն ամեն ինչ դարձնում էր մոխրագույն ու անկենդան։ Նա քայլում էր առանց շտապելու, առանց հետ նայելու, առանց թույլ տալու, որ գոնե մեկ արցունք կաթի իր աչքերից։ Վերելակի փոխարեն իջավ աստիճաններով։ Երբ վերջապես դուրս եկավ շենքից, սառը անձրը նրան դիմավորեց որպես օրհնություն։ Փողոցում նա մի պահ կանգ առավ։ Նրա բջջային հեռախոսը, հին մոդել, որը Ռուբենը թողել էր նրա համար որպես վիրավորանք, թրթռաց գրպանում։ Դա բանկային փոխանցման ծանուցում էր։ 15 միլիոն դրամ։ Այն ամենը, ինչ նա կարողացել էր բանակցել, այն ամենը, ինչ մնացել էր 7 տարվա ամուսնությունից։ 15 միլիոն դրամ, 0-ից սկսելու համար։ Մարինեն քայլում էր անձրի տակ, առանց որոշակի ուղղության։ Նրա հագուստը թրջվեց։ Սառը քամին կտրում էր նրա դեմքը։ Նա գնալու տեղ չուներ, բնակարանը, որը նրանք կիսում էին Ռուբենի հետ, ներառվել էր համաձայնագրում, նա հրաժարվել էր դրա նկատմամբ ցանկացած իրավունքից։ Ուներ միայն փողը հաշվին հագուստը մարմնին։ Դա հենց այն էր, ինչ Ռուբենը ցանկանում էր, որ նա ունենա, ոչինչ։ Բայց մինչ նա քայլում էր քաղաքի թաց փողոցներով, մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Մարինեն սկսեց ժպտալ։ Դա ուրախության կամ հույսի ժպիտ չէր, դա շատ ավելի վտանգավոր բան էր։ Դա այն մարդու ժպիտն էր, ով վերջապես հասկացել էր մի գաղտնիք, որը Ռուբենը երբեք չէր հասկանա։ Նա հավատում էր, որ հաղթել է, որովհետև հիմա տիրապետում էր ընկերությանը։ Բայց Ռուբենը մի բան չգիտեր։ Ամուսնալուծությունից 3 ամիս առաջ Մարինեն ամբողջությամբ վերագրել էր այն ալգորիթմը, որի վրա հիմնված էր ընկերության ողջ գործունեությունը։ Նա ոչ թե պարզապես բարելավել էր գոյություն ունեցող կոդը, այլ ամբողջը 0-ից վերակառուցել էր, տեղադրելով կենսաչափական գաղտնագրման բանալի, որը բացառապես կապված էր իր կենսաչափության հետ։ Առանց նրա մատնահետքի, առանց նրա դեմքի ճանաչման, ամբողջ համակարգը կփլուզվեր։ Ռուբենը տոնում էր հաղթանակը, ձեռքում պահելով ժամանակային ռումբ, որի գոյության մասին չգիտեր։ Հենց այդ պահին հայտնվեց մեքենան։ 10 Mercedes-Benz էր, նույնքան մուգ, որքան սկսվող գիշերը, մկեցված ապակիներով, որոնք անհնարին էին դարձնում տեսնել, թե ով է ներսում։ Մեքենան դանդաղեցրեց ընթացքը, երբ մոտենում էր նրան, Մարինեն բնազդաբար դադարեց քայլել։ Հետի պատուհանը դանդաղ իջավ, բացահայտելով մի տղամարդու, որին նա երբեք չէր տեսել, բայց որի դեմքը նրան աղոտ ծանոթ էր, գուցե ինչ-որ գործարար ամսագրից, որոնք Ռուբենը սովորաբար թողնում էր տանը ցրված։ Մարինե Սարգսյա՞ն, հարցրեց տղամարդը։ Նրա ձայնը խորն էր, չափված, այնպիսի հնչերանգով, ինչպիսին լինում է հրամայելուն սովոր մարդունը։ Նա անմիջապես չպատասխանեց։ Պարզապես նայում էր նրան, փորձելով հաշվարկել, դա սպառնալիք էր, թե հնարավորություն։ Անձրը շարունակում էր տեղալ, նա թրջված էր, դողում էր ցրտից։ Նստեք մեքենան, ասաց տղամարդը։ Թոքաբորբ կստանաք, եթե մնաք փողոցում։ Իսկ մենք խոսելու շատ բան ունենք։ Մարինեն տատանվեց ընդամենը մի վայրկյան։ Հետո, չիմանալով հստակ ինչու, նա բացեց Մերսեդեսի դուռը ներս մտավ։ Մեքենայի սրահը բացարձակ հակադրություն էր դրսի սառը անձրին։ Ջեռուցումը միացված էր այնպիսի ջերմաստիճանի, որը կարծես գրկում էր Մարինեին, իսկ նուրբ կաշվի սանդալի փայտի բույրը լցնում էր տարածքը։ Նա տեղավորվեց հետի նստատեղին, դեռ թրջված, փոքրիկ ջրափոսեր թողնելով պաստառի վրա, որի արժեքը, հավանաբար, գերազանցում էր այն ամենին, ինչ նա ուներ այդ պահին։ Տղամարդը կարծես թե չանհանգստացավ։ Նա հագել էր կապարամոխրագույն կոստյում, որն ավելի թանկ արժեր, քան այն ամենը, ինչ Մարինեն տեսել էր իր կյանքում։ Նրա մազերը ճերմակ էին, ճշգրտորեն սանրված, իսկ աչքերը թափանցող կապույտ, որոնք կարծես կարդում էին յուրաքանչյուր միտք, նայում էին նրան մի լարվածությամբ, որը միաժամանակ անհանգստացնող էր գրավիչ։ Նա գուցե 55 տարեկան էր, բայց կրում էր այն մարդու աուրան, ով այնքան իշխանություն էր կուտակել, որ կարող էր ժամանակն իրեն ենթարկել։ Իմ անունը Վիկտոր Մանուկյան է, ասաց տղամարդը, մեկնելով ձեռքը։ Ես Nexus Capital ներդրումային ընկերության հիմնադիրն եմ, որի մասին դուք, հավանաբար, երբեք չեք լսել, քանի որ մենք գործում ենք զուսպ։ Մարինեն սեղմեց նրա ձեռքը։ Նրանը ամուր էր, տաք, հարմարավետ։ Նա նկատեց, որ դողում է, ոչ միայն ցրտից, այլ ավելի խորը բանից։ Վա… Հետաքրքրություն… Համոզված չէր։ Որտեղից գիտեք իմ անունը, հարցրեց նա, ձայնը դուրս եկավ ավելի ցածր, քան մտադրվել էր։
Որովհետև ես երկար ժամանակ հետում եմ ձեր կարիերային, պատասխանեց Վիկտորը, հենվելով նստատեղին մի նրբագեղությամբ, որը բնական էր թվում։ Ավելի ճիշտ, ես հետում եմ ձեր նախկին ամուսնու կարիերային։ Ռուբեն Սարգսյան։ Շատ հետաքրքիր մարդ, թե լիովին զուրկ իրական ստեղծագործականությունից։ Մարինեն զգաց, թե ինչպես սառը մի բան անցավ իր ողնաշարով, բայց այս անգամ դա անձրի ցուրտը չէր։ Դուք ճանաչում եք Ռուբենին։ Անձամբ ոչ, ասաց Վիկտորը, վարորդին նշան անելով սկսել շարժվել։ Մեքենան սահուն շարժվեց քաղաքի թաց փողոցներով։ Բայց ես ճանաչում եմ նրա աշխատանքը։ Ավելի ճիշտ, ես ճանաչում եմ այն աշխատանքը, որը դուք եք արել, մինչ նա ստանում էր ողջ փառքը։ Իրականում, դա հիացմունքի է արժանի։ Այն ձև, որով դուք մշակեցիք իրական ժամանակում տվյալների մշակման այդ ալգորիթմը, այն, ինչ Ռուբենն անվանում է իր հեղափոխական ստեղծագործությունը։ Շատ նրբագեղ, շատ խելացի, շատ ձերը։ Մարինեն թարթեց, մտածելով բառերի մասին։ Ոչ ոք չգիտեր։ Բացի իրենից Ռուբենից։ Նա երբեք ոչ ոքի չէր պատմել իր կատարած աշխատանքի մասին, այն գիշերների մասին, որոնք անցկացնում էր համակարգչի առջ, մշակելով կոդի տողեր, որոնք հում տվյալները վերածում էին թվային ոսկու։ Ռուբենը ստորագրել էր մտավոր սեփականության բոլոր փաստաթղթերը, նա թույլ էր տվել դա առանց վիճարկելու։ Ինչպես գիտեք դրա մասին, հարցրեց նա, ձայնն այժմ ավելի ամուր էր։ Որովհետև իմ քույրը փայլուն ծրագրավորող էր, ասաց Վիկտորը, առաջին անգամ ինչ-որ իրական զգացմունք անցավ նրա դեմքով։ Նրա անունը Սոֆիա էր։ Նա աշխատում էր Ռուբենի համար 5 տարի առաջ։ Մշակել էր կիբերանվտանգության համակարգ, որը գործնականում անխոցելի էր։ Ռուբենը նրան աշխատանքից հեռացրեց, երբ նա ավարտեց նախագիծը, պատճառաբանելով բյուջետային կրճատումներ, իսկ հետո տեխնոլոգիան արտոնագրեց իր անունով։ Քույրս փորձեց դատի տալ, բայց միջոցներ չուներ։ Ռուբենն ուներ լավագույն փաստաբաններին։ Նա հանձնվեց։ Ընկավ դեպրեսիայի մեջ։ Հիմա մասնավոր հոգեբուժարանում է, այնքան դեղորայքի տակ, որ նույնիսկ իմ դեմքը չի ճանաչում։ Հաջորդած լռությունը ծանր էր, լարված։ Մարինեն այդ պահին հասկացավ, որ Վիկտորը պարզապես հարուստ մարդ չէր, ով կանգ էր առել թրջված կնոջը մեքենայով տանելու համար։ Նա շատ ավելի խորը դրդապատճառներով մեկն էր։ Նա մեկն էր, ով հաշիվներ ուներ մաքրելու։ Դուք ուզում եք, որ ես ինչ-որ բան անեմ նրա դեմ, ասաց Մարինեն, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Ոչ, պատասխանեց Վիկտորը, շրջվելով նրան ուղիղ նայելու։ Դուք արդեն անում եք դա։ Ավելի ճիշտ, դուք արդեն արել եք։ 3 ամիս առաջ դուք վերագրեցիք Ռուբենի ընկերության հիմնական ալգորիթմի կոդը։ Դուք տեղադրեցիք կենսաչափական գաղտնագրման բանալի։ Առանց ձեզ, ամբողջ համակարգը կփլուզվի։ Ռուբենը դա չգիտի։ Նա հավատում է, որ տիրապետում է ընկերությանը, բայց իրականում նա տիրապետում է միայն դատարկ կեղի։ Մարինեն զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչպես նա գիտեր։ Ինչպես էր հնարավոր, որ ինչ-որ մեկը իմանար գաղտնագրման բանալու մասին։ Նա այնքան զգույշ էր եղել, այնքան զուսպ։ Նույնիսկ Ռուբենը չէր կասկածում։ Դուք տեսախցիկներ ունեք իմ գրասենյակում, հարցրեց նա, ձայնը ձեռք բերեց զայրույթի երանգ։ Ես տեսախցիկների կարիք չունեմ, ասաց Վիկտորը թեթակի ժպիտով։ Ես մարդ ունեմ, ով աշխատում է Ռուբենի ընկերությունում։ Մեկը, ում դուք իրականում լավ ճանաչում եք։ Նրա անունը Դավիթ է։ Նա ՏՏ ենթակառուցվածքների բաժնի ղեկավարն է։ Դուք նրան անձամբ եք աշխատանքի ընդունել, այնպես չէ՞։ Մարինեն հիշեց Դավիթին։ Փայլուն, տաղանդավոր երիտասարդ, ով սկսել էր որպես փորձնակ արագորեն բարձրացել էր ընկերության հիերարխիայում։ Նա նրա մեջ պոտենցիալ էր տեսել, նրան դաստիարակել էր, սովորեցրել տվյալների անվտանգության առաջադեմ գաղտնագրման մասին։ Եվ նա դարձել էր այն սակավաթիվ աշխատակիցներից մեկը, ով իսկապես հասկանում էր, թե ինչպես է համակարգն աշխատում։ Դավիթը ձեզ համար է աշխատում, հարցրեց Մարինեն, զգալով դավաճանության հիացմունքի խառնուրդ։ Դավիթն աշխատում է նրա համար, ով ավելի լավ է վճարում, պատասխանեց Վիկտորը պրագմատիկորեն։ Եվ ես շատ լավ եմ վճարում։ Նա ինձ տեղեկացրեց գաղտնագրման բանալու մասին, որովհետև գիտեր, որ ձեզ օգնություն է պետք լինելու ձեր պլանն ակտիվացնելու համար։ Որովհետև, Մարինե, դուք չեք կարող դա միայնակ անել։ Այն, ինչ դուք արել եք, փայլուն է, բայց անավարտ։
Դուք թակարդ եք ստեղծել, բայց այն փակելու ուժ չունեք։ Մեքենան թեքվեց ծառաշատ պողոտա, հեռանալով քաղաքի կենտրոնից։ Գիշերային լույսերը սկսեցին վառվել, արտացոլվելով թաց փողոցներում կոտրված ադամանդների պես։ «Ինչ եք ուզում ինձնից», հարցրեց Մարինեն։ «Ես ուզում եմ, որ դուք դառնաք իմ գործընկերը», ասաց Վիկտորը, նրա ձայնը ձեռք բերեց մի տոն, որը հնչում էր որպես առաջարկ, որը չէր կարելի մերժել։ «Ես ուզում եմ, որ դուք օգնեք ոչնչացնել Ռուբեն Սարգսյանին։ Ոչ միայն ֆինանսապես, թե դա տեղի կունենա, այլ ամբողջությամբ։ Ես ուզում եմ, որ նա կորցնի ամեն ինչ. ընկերությունը, փողը, հեղինակությունը, արժանապատվությունը։ Ես ուզում եմ, որ նա զգա հենց այն, ինչ զգաց իմ քույրը, երբ նրան դեն նետեցին, կարծես աղբ լիներ»։ «Եվ դրա դիմաց», հարցրեց Մարինեն։ «Դրա դիմաց դուք կդառնաք չափազանց հարուստ կին», պատասխանեց Վիկտորը։ «Դուք կդառնաք տեխնոլոգիական ընկերության սեփականատերը, որը ես մշակում եմ։ Մի ընկերություն, որը կհեղափոխի մարդկանց տվյալների անվտանգության հետ վարվելու ձը։ Մի ընկերություն, որը ձեզ կդարձնի երկրի ամենահզոր կանանցից մեկը։ Եվ դուք կստանաք այն բավարարվածությունը, իմանալով, որ այն մարդը, ով ձեզ նվաստացրել է, շահագործել է, դեն նետել, կարծես դուք ոչինչ լինեիք, վերջապես կհասկանա իր արարքների գինը»։ Մարինեն նայեց մեքենայի պատուհանից։ Անձրը շարունակում էր տեղալ, բայց հիմա նա տաք էր, չոր, ապահով։ Նա մտածեց Ռուբենի, նրա ամբարտավան ժպիտի, նրա դաժան խոսքերի մասին։ Նա մտածեց բոլոր այն տարիների մասին, որոնք անցկացրել է ստվերում աշխատելով, կառուցելով մի բան, որը երբեք իրենը չէր լինելու։ Նա մտածեց նրա կողքի երիտասարդ կնոջ մասին, այն ձի մասին, որով Ռուբենը դիպչում էր նրան մի սեփականատիրությամբ, որը երբեք չէր ցուցաբերել Մարինեի նկատմամբ։ «Եթե ես դա անեմ», ասաց Մարինեն դանդաղ, «հետդարձի ճանապարհ չկա։ Դուք դա հասկանում եք, այնպես չէ՞։ Երբ համակարգը փլուզվի, երբ նա կորցնի ամեն ինչ, դա ուղղելու հնարավորություն չի լինի»։ «Ճիշտ այդպես», պատասխանեց Վիկտորը, նրա ժպիտը գիշատիչ էր, բավարարված։ «Դուք վերջապես հասկացաք։ Ով ավելի քիչ է մտահոգվում, միշտ ավելի շատ իշխանություն է ստանում, Մարինե։ Եվ դուք սովորել եք չմտահոգվել ավելի լավ, քան որևէ մեկը, ում ես երբեք ճանաչել եմ»։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Նա մտածեց բոլոր այն պատճառների մասին, թե ինչու պետք է մերժեր։ Մտածեց օրենքի, բարոյականության, հետանքների մասին։ Բայց հետո հիշեց իրեն, ստորագրելով այդ թղթերը, առանց հայացքը բարձրացնելու։ Հիշեց Ռուբենին, ծիծաղելիս, տոնելիս իր հաղթանակը։ Հիշեց բոլոր կորցրած տարիները։ «Երբ ենք սկսում», հարցրեց նա։ Վիկտորը նորից մեկնեց ձեռքը, այս անգամ ոչ թե որպես ողջույն, այլ որպես երդում։ «Հիմա», ասաց նա։ «Սկսում ենք հիմա»։ Մարինեն սեղմեց նրա ձեռքը, այդ պահին հասկացավ, որ հատել է մի գիծ, որը չէր կարելի հետ հատել։ Բայց նա հասկացավ, որ վերջապես գտել է իր տեղը։ Ոչ թե որպես Ռուբենի կին, ոչ թե որպես մարած կին, ով առանց հարց տալու թղթեր էր ստորագրում, այլ որպես մեկը, ով կկառուցեր իր սեփական կայսրությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լիներ այրել ամեն ինչ։ Մեքենան շարունակում էր շարժվել անձրոտ գիշերով, տանելով Մարինեին մի ապագա, որը նա չէր կարող պատկերացնել ընդամենը ժամեր առաջ։ Նրանց հետում քաղաքը հեռանում էր։ Առջում նոր վտանգավոր մի բան էր սպասում ստեղծվելու։ Վիկտորի բնակարանը զբաղեցնում էր ապակուց պողպատից կառուցված շենքի երկու ամբողջական հարկ, քաղաքի ամենաէլիտար թաղամասի սրտում։ Մարինեն մտավ մի տարածք, որը կարծես ձավորված լիներ մեկի կողմից, ով հասկանում էր, որ մինիմալիզմը գերագույն շքեղությունն է։ Սպիտակ պատեր, չեզոք երանգների կահույք, ժամանակակից արվեստ, որը նա ճանաչում էր ամսագրերից, որոնք երբեք չէր կարող գնել։ Ամեն ինչ շնչում էր զուսպ ուժով։ «Դուք այստեղ կմնաք», ասաց Վիկտորը, նրան առաջնորդելով մի միջանցքով, որը կարծես անվերջ ձգվեր։ «Ես հյուրասենյակ ունեմ, որը գործնականում առանձին բնակարան է։ Ձեզ ապահով տեղ է պետք լինելու, մինչ մենք պլանավորում ենք հաջորդ քայլերը։ Ռուբենը կապեր ունի, ոչ բոլորն են օրինական։ Անվտանգ չէ, որ դուք հիմա միայնակ լինեք»։ Մարինեն լուր հետեց նրան, դեռս փորձելով ընկալել, թե ինչ արագությամբ է փոխվել իր կյանքը։ Ժամեր առաջ նա սառը գրասենյակում ամուսնալուծության թղթեր էր ստորագրում։ Հիմա նա պենթհաուսում էր, որն ավելի թանկ արժեր, քան այն ամենը, ինչ նա երբեք ունեցել էր իր ողջ կյանքում։ Իրականությունը կարծես տեղաշարժվել էր նրա ոտքերի տակ, նա դեռ փորձում էր հավասարակշռություն գտնել։
Սենյակը ընդարձակ էր, երկտեղանոց մահճակալով, որը կարծես ամպերից պատրաստված լիներ, մարմարե լոգասենյակով, որի լոգարանը կարող էր լողավազանի տեղ ծառայել, քաղաքի տեսարանով, որը տարածվում էր որպես անսահման հնարավորությունների քարտեզ։ Մարինեն ներս մտավ, պարզապես կանգնեց, դիտելով ամեն ինչ, կարծես երազում լիներ, որից կարող էր ցանկացած պահի արթնանալ։ «Հագուստ կա զգեստապահարանում», ասաց Վիկտորը, ցույց տալով մի դուռ։ «Սչափս, ճիշտ է։ Ես օգնական ունեմ, որը շատ արդյունավետ է մանրամասներ պարզելու հարցում։ Նա պաշտպանված հեռախոս կա գիշերասեղանին։ Կարող եք այն օգտագործել ինձ կամ Դավիթի հետ կապվելու համար։ Ուրիշ ոչ ոքի։ Որքան ժամանակով, հարցրեց Մարինեն։ Մինչ անվտանգ լինի դուրս գալը, պատասխանեց Վիկտորը։ Կարող է 1 շաբաթ լինել։ Կարող է 1 ամիս։ Կախված է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Երբ Վիկտորը դուրս եկավ, Մարինեն տաք լոգանք ընդունեց, վերջին ամիսների առաջին տաք լոգանքը, քանի որ Ռուբենը նվազեցրել էր ջրատաքացուցիչի ջերմաստիճանը, էներգիա խնայելու համար, այն բազմաթիվ փոքր դաժանություններից մեկը, որը դարձել էր նրա առօրյա կյանքի մի մասը։ Նա մնաց տաք ջրի տակ գրեթե 1 ժամ, թույլ տալով, որ ջերմությունը լուծի այն լարվածությունը, որը կուտակվել էր նրա մկաններում տարիների ընթացքում։ Երբ դուրս եկավ լոգասենյակից, զգեստապահարանում մաքուր հագուստ գտավ, ջինսեր, շապիկներ, բրդյա վերարկու, որն այնքան փափուկ էր, որ կարծես մեղք լիներ դիպչելը։ Նա հագնվեց, իջավ Վիկտորին գտնելու մի գրասենյակում, որը զբաղեցնում էր բնակարանի մի ամբողջ պատ։ Կային բազմաթիվ մոնիտորներ, ստեղնաշարեր, սարքավորումներ, որոնք Մարինեն ճանաչեց որպես ամենաառաջադեմները։ Վիկտորը ինչ-որ բան էր հավաքում, նրա մատները շարժվում էին վիրաբույժի ճշգրտությամբ։ Դուք ծրագրավորել գիտեք, հարցրեց Մարինեն, մոտենալով։ Ոչ, պատասխանեց Վիկտորը, աչքերը չկտրելով էկրանից։ Բայց ես հասկանում եմ դրա տրամաբանությունը։ Տարբերություն կա։ Ես ձեզ նման մարդկանց եմ վարձում աշխատանքը կատարելու համար։ Ես պարզապես համակարգում եմ։ Նա շրջվեց իր աթոռին, ցույց տվեց կողքի աթոռը։ Նստեք։ Պետք է, որ մի բան տեսնեք։ Մարինեն նստեց, Վիկտորը մոնիտորներից մեկի վրա մի շարք ֆայլեր բացեց։ Դրանք Ռուբենի ընկերության ֆինանսական հաշվետվություններն էին, ոչ թե հանրայինները, այլ մասնավորները։ Այն թվերը, որոնք նա թաքցնում էր տնօրենների խորհրդից, ներդրողներից, բոլորից։ Մարինեն ուսումնասիրեց փաստաթղթերը, նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա փող է լվանում, ասաց նա, ոչ թե որպես հարց։ Շատ լավ, պատասխանեց Վիկտորը ժպիտով։ Դուք այնքան խորաթափանց եք, որքան սպասում էի։ Այո, Ռուբենը փող է լվանում։ Իրականում, ոչ թե նա է դա անում։ Նա ընդամենը գործիք է։ Դրա հետում շատ ավելի մեծ խումբ կա։ Մի խումբ, որը ներդրումներ է անում տեխնոլոգիական ընկերություններում, որովհետև դրանք կատարյալ են մեծ գումարներ տեղաշարժելու համար, առանց կասկածներ հարուցելու։ Միջազգային փոխանցումներ, վճարումներ կեղծ ծառայությունների համար, խորհրդատվություն, որը երբեք տեղի չի ունեցել։ Իրականում, շատ նրբագեղ համակարգ է։ Ո՞վ է դրա հետում, հարցրեց Մարինեն։ Շատ վտանգավոր մարդիկ, պատասխանեց Վիկտորը։ Մարդիկ, ովքեր չեն սիրում, երբ իրենց պլանները խախտվում են։ Մարդիկ, ովքեր սպանում են, երբ իրենց վտանգված են զգում։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը քաշվեց իր դեմքից։ Նա մտածել էր, որ սա պարզապես կորպորատիվ վրեժխնդրության մասին է, Ռուբենին ֆինանսապես տանջելու մասին։ Բայց հիմա նա հասկանում էր, որ մտել է շատ ավելի մութ, շատ ավելի վտանգավոր մի բանի մեջ։ Դուք ինձ դա չասացիք, երբ ես մեքենա նստեցի, ասաց նա, ձայնը թեթակի դողում էր։ Ոչ, համաձայնեց Վիկտորը։ Որովհետև դուք կմերժեիք։ Եվ դուք պետք է այստեղ լինեիք։ Դուք պետք է ապահով լինեիք։ Որովհետև երբ Ռուբենի համակարգը փլուզվի, երբ այն գաղտնագրման բանալին, որը դուք տեղադրել եք, ակտիվանա, ամեն ինչ կփլուզվի։ Եվ այդ մարդիկ կցանկանան իմանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Նրանք կցանկանան մեղավոր գտնել։ Եվ Ռուբենը նրանց կուղղորդի դեպի ձեզ։ Մարինեն կտրուկ վեր կացավ, զգալով, թե ինչպես խուճապը սկսեց բարձրանալ իր կրծքում։ Դուք ինձ օգտագործեցիք։ Դուք ինձ վտանգի տակ դրեցիք։ Այո, պատասխանեց Վիկտորը հանգիստ։ Բայց ես նա կպաշտպանեմ ձեզ։ Որովհետև դուք չափազանց արժեքավոր եք կորցնելու համար։
Դուք միակ մարդն եք, ով լիովին հասկանում է, թե ինչպես է համակարգն աշխատում։ Դուք միակ մարդն եք, ով կարող է անջատել գաղտնագրման բանալին անհրաժեշտության դեպքում կամ ակտիվացնել այն, եթե դա է պահանջվում։ Դուք այս ամենի բանալին եք, Մարինե։ Բառացիորեն։ Մարինեն խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել իր արագացած սրտխփոցը։ Նա նկատեց, որ դողում է, բայց այս անգամ ոչ ցրտից։ Դա վախ էր։ Իրական վախ։ Այսպիսով, ի՞նչ եք ուզում, որ ես անեմ, հարցրեց նա։ Ես ուզում եմ, որ դուք ինձ օգնեք հետել փողի ծագմանը, պատասխանեց Վիկտորը։ Ես ուզում եմ, որ դուք մտնեք Ռուբենի ընկերության սերվերները գտնեք գործարքների գրառումները։ Ես ուզում եմ, որ դուք ինձ ցույց տաք, թե կոնկրետ ինչպես է փողը տեղաշարժվում։ Եվ հետո, երբ մենք ամեն ինչ փաստաթղթավորենք, մենք ամեն ինչ կհանձնենք իշխանություններին։ Դուք ուզում եք, որ ես հանցագործություններ կատարեմ, հանցագործություններ բացահայտելու համար, ասաց Մարինեն, նկատելով հեգնանքը։ Ճիշտ այդպես, պատասխանեց Վիկտորը։ Բարի գալուստ իրական աշխարհ, Մարինե։ Այն վայրը, որտեղ լավ մարդիկ վատ բաներ են անում, որպեսզի այլ վատ մարդիկ պատժվեն։ Այն վայրը, որտեղ բարոյականությունը շքեղություն է, որը քչերն են կարող իրենց թույլ տալ։ Մարինեն նորից նստեց, մտածելով հետանքների մասին։ Եթե նա դա աներ, եթե նա ներխուժեր ընկերության սերվերներ, նա կկատարեր կիբերանցագործություններ։ Նա կարող էր բանտ ընկնել։ Բայց եթե չաներ, եթե հրաժարվեր, ապա Ռուբենը կշարունակեր փող լվանալ հանցագործների համար, նա կմնար վտանգի տակ։ Մի բան էլ կա, որ դուք պետք է իմանաք, ասաց Վիկտորը, նրա ձայնը ձեռք բերեց ավելի մեղմ երանգ։ Դավիթը ոչ միայն ինձ համար է աշխատում։ Նա աշխատում է հանցավոր խմբի համար։ Նա միջնորդն է։ Նա այն մարդն է, ով ապահովում է, որ գործարքները տեղի ունենան, առանց հետքեր թողնելու։ Երբ դուք ակտիվացնեք գաղտնագրման բանալին, երբ համակարգը փլուզվի, Դավիթը կմեղադրվի։ Եթե միայն ինչ, հարցրեց Մարինեն։ Եթե միայն դուք նրան չպաշտպանեք, պատասխանեց Վիկտորը։ Դուք կարող եք փոփոխել գրառումները, կարող եք այնպես անել, որ կարծես Դավիթը ոչ մի կապ չունի դրա հետ։ Դուք կարող եք այնպես անել, որ կարծես ամեն ինչ Ռուբենի մեղքով է եղել։ Կամ դուք կարող եք թողնել, որ նա ընկնի կրի իր արարքների հետանքները։ Մարինեն մտածեց Դավիթի մասին։ Նա երիտասարդ էր, տաղանդավոր բարի էր եղել իր հետ, երբ ընկերությունում ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։ Նա նրան դաստիարակել էր, սովորեցրել նոր տեխնոլոգիաների մասին, եղել էր այն սակավաթիվ ընկերներից մեկը, որ նա ուներ աշխատավայրում։ Բայց նա դավաճանել էր նրա վստահությունը, աշխատելով հանցագործների համար։ Ինձ մտածելու ժամանակ է պետք, ասաց Մարինեն։ Դուք մինչ վաղն ունեք, պատասխանեց Վիկտորը։ Դրանից հետո իրադարձությունները կսկսեն շատ արագ շարժվել, որպեսզի կանգնեցվեն։ Այդ գիշեր Մարինեն արթուն մնաց հյուրասենյակի անպանման մահճակալին, դիտելով, թե ինչպես են քաղաքի լույսերը թարթում դրսում։ Նա մտածում էր Ռուբենի, նրա ամբարտավանության, նրա արամարանքի մասին։ Նա մտածում էր Վիկտորի, նրա դրդապատճառների, նրա մանիպուլյացիաների մասին։ Նա մտածում էր Դավիթի, նրա երիտասարդության, նրա ընտրությունների մասին։ Եվ նա մտածում էր իր մասին։ Այն կնոջ մասին, ով առանց հայացքը բարձրացնելու ամուսնալուծության թղթեր էր ստորագրել։ Այն կնոջ մասին, ով ստվերում կայսրություն էր կառուցել։ Այն կնոջ մասին, ում հիմա առաջարկվում էր հզոր դառնալու հնարավորություն, բայց նա վտանգավոր դառնալու գնով։ Իր կյանքում առաջին անգամ Մարինեն հասկացավ, որ հետդարձի ճանապարհ չկա։ Որ ցանկացած ճանապարհ, որը նա հիմա ընտրեր, իրեն կվերածեր մեկի, ում չէր ճանաչի հայելու մեջ նայելիս։ Միակ հարցն այն էր, թե ով նա կդառնար։ Զոհ, որը վերջապես պաշտպանվում է։ Չարագործ, որը վրեժ է լուծում։ Ինչ-որ բան երկուսի միջ։ Նա փակեց աչքերը, քնելուց առաջ իր վերջին պատկերներում տեսավ իր գրած կոդը, իր ստեղծած գաղտնագրման բանալին, որը սպասում էր ակտիվացման։ Սպասում էր ազատ արձակվելու։ Սպասում էր ոչնչացնելու այն ամենը, ինչ Ռուբենը կառուցել էր իր ուսերին։ Մարինեն արթնացավ իր նոր հեռախոսի թրթռոցից գիշերասեղանին։ Դա Դավիթից էր։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Շտապ է։ Կարող եմ գալ Վիկտորի բնակարան։ Նա նայեց ժամացույցին։ Առավոտյան ժամը 6-ն էր։ Արը դեռ լրիվ չէր բացվել, դրսի քաղաքը գիշերվա ցերեկվա միջ այդ մշուշոտ վիճակում էր։
Մարինեն վեր կացավ, արագ հագնվեց իջավ Վիկտորին գտնելու արդեն գրասենյակում, կարծես երբեք չէր քնել։ Դավիթն ուզում է այստեղ գալ, ասաց Մարինեն, ցույց տալով հաղորդագրությունը։ Վիկտորը կարդաց հաղորդագրությունը խոժոռվեց։ Նա չպետք է ուղղակիորեն կապվի քեզ հետ։ Դա խախտում է արձանագրությունը։ Նա վերցրեց իր հեռախոսը արագ ինչ-որ բան հավաքեց։ Թող ես զբաղվեմ դրանով։ Րոպեներ անց Մարինեի հեռախոսը նորից թրթռաց։ Դավիթն էր։ Վիկտորն ասաց, որ դու իջնելու ես։ Ես շենքի նախասրահում եմ։ Մարինեն միայնակ իջավ, անցնելով Վիկտորի շենքի մարմարե ընդունարանով։ Դավիթը նստած էր կաշվե բազկաթոռներից մեկին, հագին թրջված անձրանոց, մազերը խառնված, դեմքը գունատ։ Կարծես չէր քնել։ Երբ տեսավ նրան, կտրուկ վեր կացավ։ Մարինե, մենք պետք է խոսենք, ասաց նա, ձայնը ցածր հրատապ։ Ոչ այստեղ։ Գնանք փողոց։ Նրանք քայլեցին դեռ քնած քաղաքով, անցնելով փակ խանութների դատարկ փողոցների մոտով։ Դավիթը չէր խոսում, պարզապես քայլում էր նրա կողքին, ուսերին տեսանելի լարվածությամբ։ Վերջապես նա նրան տարավ մի փոքրիկ այգի, անգլիական այգին, բետոնե շենքերի միջ կանաչ տարածք, որտեղ միայն մի տարեց կին էր աղավնիներ կերակրում։ Դու գիտես, թե ինչ է կատարվում, այնպես չէ՞, հարցրեց Դավիթը նստելով նստարանին։ Մոտավորապես, պատասխանեց Մարինեն, նստելով նրա կողքին։ Ոչ, դու չգիտես, ասաց Դավիթը, շրջվելով նրան նայելու։ Դու գիտես, որ Ռուբենը փող է լվանում։ Դու գիտես, որ հանցավոր խումբ է ներգրավված։ Բայց դու չգիտես ամբողջ ճշմարտությունը։ Դու չգիտես, որ Վիկտորը նույնպես ներգրավված է նրանց հետ։ Մարինեն զգաց, որ ստամոքսը սեղմվեց։ Ինչ։ Վիկտորը մաքուր գործարար չէ, շարունակեց Դավիթը, ձայնը դողում էր։ Նա աշխատում է նույն խմբի հետ, որը ֆինանսավորում է Ռուբենին։ Նա ներդրումներ է անում ընկերություններում, որոնք օգտագործում են փող լվանալու համար։ Տարբերությունն այն է, որ Վիկտորը շատ ավելի խելացի է։ Նա կարողանում է շահույթ ստանալ կեղտոտ փողից, միաժամանակ ձեռքերը թվացյալ մաքուր պահելով։ Երբ իշխանությունները սկսում են հետաքննություն, նա միշտ պատրաստի քավության նոխազ ունի։ Այս անգամ քավության նոխազը Ռուբենն է։ Ինչու ես ինձ դա պատմում, հարցրեց Մարինեն։ Որովհետև դու վտանգի մեջ ես, պատասխանեց Դավիթը։ Որովհետև Վիկտորը քեզ օգտագործում է։ Նա ուզում է, որ դու ակտիվացնես գաղտնագրման բանալին, ուզում է, որ համակարգը փլուզվի, երբ դա տեղի ունենա, նա կանհետանա։ Դու կմնաս հետում, հանցավոր խմբի համար աշխատող մարդիկ կգան քո հետից։ Նրանք կմտածեն, որ դու ես պատասխանատու միլիոնավոր դոլարների կորստի համար։ Մարինեն վեր կացավ, սկսելով շրջաններով քայլել։ Սիրտը արագ բաբախում էր, միտքը պտտվում։ Ինչպես գիտես այս ամենը։ Որովհետև ես նրանց համար եմ աշխատում, ասաց Դավիթը, ձայնը կոտրվեց։ Ես աշխատում եմ հանցավոր խմբի համար։ Նրանք ինձ հավաքագրեցին, երբ ես համալսարանում էի։ Նրանք ինձ փող, իշխանություն, անվտանգություն առաջարկեցին։ Եվ ես ընդունեցի։ Ես մտածում էի, որ դա պարզապես աշխատանք է, որ կարող եմ հեռանալ, երբ ցանկանամ։ Բայց դա այդպես չի աշխատում։ Երբ մտնում ես, ընդմիշտ թակարդում ես մնում։ Դու գիտեիր, որ Ռուբենը փող է լվանում, երբ սկսեցիր աշխատել նրա համար, հարցրեց Մարինեն։ Այո, պատասխանեց Դավիթը, նրա ձայնում ամոթ կար։ Ես գիտեի։ Ես օգնեցի համակարգը ստեղծել։ Ես ստեղծեցի այն բացերը, որոնք թույլ էին տալիս փողին տեղաշարժվել, առանց հետքեր թողնելու։ Եվ դու բացահայտեցիր այս ամենը։ Դու տեսար ամեն ինչի միջով, դու ստեղծեցիր այդ գաղտնագրման բանալին, համակարգը կողպելու համար։ Երբ Վիկտորը բացահայտեց, թե ինչ ես արել, նա հնարավորություն տեսավ։ Ինչի՞։ Համար հնարավորություն, հարցրեց Մարինեն։ Գործողությունը քանդելու համար, առանց որ նրան կարողանան հետել, պատասխանեց Դավիթը։ Եթե համակարգը փլուզվի, եթե Ռուբենը ձերբակալվի, եթե փողը սառեցվի, հանցավոր խումբը մեղավոր կփնտրի։ Վիկտորը նրանց կուղղորդի դեպի քեզ։ Նա կասի, որ դու ես պատասխանատուն, որ դու ես սաբոտաժ արել համակարգը։ Եվ հետո դու կանհետանաս։ Կարող է բանտ, կարող է ավելի վատ։ Մարինեն նորից նստեց, զգալով, կարծես աշխարհը փլուզվում է իր ոտքերի տակ։ Այն ամենը, ինչ Վիկտորն ասել էր, այն ամենը, ինչ առաջարկել էր, ամեն ինչ սուտ էր։
Նա հզոր չէր դառնում։ Նրան զոհաբերելու դիրքում էին դնում։ Ինչու ես ինձ դա պատմում, հարցրեց Մարինեն նորից։ Ինչու պարզապես չես թողնում, որ ամեն ինչ տեղի ունենա։ Որովհետև դու բարի էիր ինձ հետ, պատասխանեց Դավիթը, նրա աչքերում արցունքներ կային։ Երբ ես ընդամենը վախեցած փորձնակ էի, դու միակ մարդն էիր, ով հավատաց ինձ։ Դու ինձ սովորեցրիր, դու ինձ պաշտպանեցիր, դու ինձ հետ վարվեցիր, կարծես ես կարող լինեի։ Եվ ես քեզ դավաճանեցի։ Ես դավաճանեցի քո վստահությունը, աշխատելով հանցագործների համար, օգնելով շահագործել այն ընկերությունը, որը դու կառուցել էիր։ Ես չեմ կարող թույլ տալ, որ քեզ նույնպես ոչնչացնեն։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Ինչ ես ուզում, որ ես անեմ։ Դու պետք է հեռանաս այստեղից, ասաց Դավիթը։ Դու պետք է անհետանաս։ Վերցրու ամուսնալուծության փողը գնա։ Փոխիր անունդ, փոխիր արտաքինդ, նոր կյանք սկսիր մի տեղ, որտեղ ոչ ոք չի կարող քեզ գտնել։ Իսկ դու, հարցրեց Մարինեն։ Ես կկրեմ իմ արարքների հետանքները, պատասխանեց Դավիթը։ Ես կփորձեմ քեզ պաշտպանել, որքան կարող եմ։ Ես կփոփոխեմ գրառումները, կանեմ այնպես, որ կարծես դու ոչ մի կապ չունես այս ամենի հետ։ Բայց դու պետք է հեռանաս։ Հիմա։ Այսօր։ Մարինեն նայեց Դավիթին, տեսնելով մեղքն ու զղջումը նրա դեմքին։ Նա այդ պահին հասկացավ, որ նա իր սեփական կյանքն էր առաջարկում իրեն փրկելու համար։ Նա ընտրում էր ճիշտ բան անել, նույնիսկ եթե դա նշանակում էր զոհաբերել իրեն։ Մի բան կա, որ դու կարող ես անել ինձ համար, ասաց Մարինեն։ Ամեն ինչ, պատասխանեց Դավիթը։ Կարող ես ինձ օգնել անել մի բան, որը Վիկտորը չի սպասում, հարցրեց Մարինեն, մի գաղափար սկսեց ձևավորվել նրա մտքում։ Դավիթը հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչ։ Փոխանակ պարզապես ակտիվացնելու գաղտնագրման բանալին համակարգը կողպելու համար, կարող ես ինձ օգնել այն օգտագործել բոլոր ֆինանսական գրառումներին հասանելիություն ստանալու համար, հարցրեց Մարինեն։ Հանցավոր խմբի բոլոր գրառումները, բոլոր գործարքները, բոլոր ներգրավված անունները։ Այո, պատասխանեց Դավիթը դանդաղ։ Բայց ինչու՞։ Դա ավելի շատ ժամանակ կպահանջի։ Դա կմեծացնի ռիսկը։ Որովհետև, ասաց Մարինեն, եթե մենք դա անելու ենք, ապա ամբողջությամբ։ Մենք ոչ միայն Ռուբենին ենք ոչնչացնելու։ Մենք ոչնչացնելու ենք ամբողջ համակարգը։ Մենք բացահայտելու ենք հանցավոր խումբը, մենք բացահայտելու ենք Վիկտորին, մենք բացահայտելու ենք նրանց բոլորին։ Եվ մենք դա անելու ենք այնպես, որ կասկած չլինի, թե ով է եղել պատասխանատուն։ Դու բանտ կընկնես, ասաց Դավիթը։ Գուցե, պատասխանեց Մարինեն։ Կամ գուցե երբ իշխանությունները տեսնեն, թե ինչ ենք արել դու ես, երբ տեսնեն, որ մենք փորձում էինք բացահայտել հանցագործներին, գուցե նրանք ներողամիտ լինեն։ Բայց նույնիսկ եթե ոչ, գոնե մենք ճիշտ բանն ենք անելու։ Դավիթը երկար նայեց նրան։ Հետո նա ժպտաց, թույլ, բայց անկեղծ ժպիտ։ Դու շատ ավելի լավ մարդ ես, քան ես արժանի էի ճանաչելու, ասաց նա։ Ոչ, պատասխանեց Մարինեն։ Ես պարզապես մեկն եմ, ով վերջապես հասկացավ, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե հաղթելուց, այլ ճիշտ բան անելուց, անկախ գնից։ Նրանք հաջորդ ժամերն անցկացրին պլանավորելով։ Դավիթը բացատրեց, թե ինչպես մուտք գործել ընկերության սերվերներ, ինչպես շրջանցել անվտանգության համակարգերը, ինչպես հանել գրառումները առանց ակնհայտ հետքեր թողնելու։ Մարինեն ուշադիր լսում էր, մտովի նշումներ անում, ստեղծելով այն ճանապարհի քարտեզը, որով պետք է անցներ։ Երբ նրանք վերջապես վերադարձան Վիկտորի բնակարան, արդեն կեսօր էր։ Վիկտորը սպասում էր նրանց ընդունարանում, դեմքը հանգստության դիմակով, բայց աչքերը դավաճանում էին նրա զայրույթը։ Դավիթ, ասաց Վիկտորը, ձայնը մեղմ, բայց սպառնալիքով լի։ Դու չպետք է այստեղ լինեիր։ Դու խախտեցիր արձանագրությունը։ Ես պատասխանատու եմ իմ արարքների համար, պատասխանեց Դավիթը, մարմինը լարվեց։ Այո, այդպես է, համաձայնեց Վիկտորը։ Եվ դու պատասխանատվության կենթարկվես դրանց համար։ Նա նուրբ շարժում արեց, դրան մոտ կանգնած երկու տղամարդ մոտեցան։ Մարինեն տեսավ վախը Դավիթի դեմքին, հասկացավ, որ սխալ է թույլ տվել։ Նա թերագնահատել էր Վիկտորին, մտածել էր, որ նա պարզապես փառասեր գործարար է։ Բայց նա շատ ավելի վտանգավոր բան էր։ Նա մեկն էր, ով չէր տատանվի բռնություն կիրառել իր շահերը պաշտպանելու համար։ Սպասեք, ասաց Մարինեն, կանգնելով Դավիթի տղամարդկանց միջ։
Եթե դուք նրան վնասեք, ես ոչինչ չեմ անի ձեր ուզածից։ Ես կանհետանամ։ Կգնամ ոստիկանություն։ Ամեն ինչ կպատմեմ։ Վիկտորը նայեց նրան մի արտահայտությամբ, որը գրեթե զվարճալի էր։ Դու կարծում ես, որ այստեղ իշխանություն ունես, Մարինե։ Դու կարծում ես, որ կարող ես ինձ սպառնալ։ Ոչ, պատասխանեց Մարինեն, ձայնը հաստատուն։ Բայց ես կարծում եմ, որ դուք իմ կարիքն ավելի շատ ունեք, քան ես ձերը։ Եվ եթե դուք նրան վնասեք, դուք կկորցնեք իմ համագործակցությունը։ Եվ առանց իմ համագործակցության դուք ոչինչ չեք ստանա։ Բացարձակ լարվածության պահ էր։ Վիկտորի մարդիկ անշարժ էին, սպասելով հրամանի։ Դավիթը դողում էր Մարինեի կողքին։ Իսկ Վիկտորը նայում էր նրան մի լարվածությամբ, որը գրեթե հիպնոսացնող էր։ Վերջապես, Վիկտորը ժպտաց։ Դու ավելի հետաքրքիր ես, քան ես կարծում էի, ասաց նա։ Լավ։ Դավիթը կարող է գնալ։ Առայժմ։ Տղամարդիկ հեռացան, Դավիթը վազեց դեպի դուռը, անհետանալով փողոցում։ Մարինեն խորը շունչ քաշեց, հասկանալով, որ հենց նոր գործարք է կնքել սատանայի հետ։ Նա փրկել էր Դավիթին, բայց իրեն ավելի խորն էր դրել Վիկտորի վերահսկողության տակ։ Դու ես պետք է խոսենք, ասաց Վիկտորը, ցույց տալով վերելակը։ Մարինեն հետեց նրան, իմանալով, որ հետդարձի կետը վերջնականապես հասել է։ Վիկտորի գրասենյակը ցերեկային լույսի ներքո այլ էր։ Պանորամային պատուհանները բացահայտում էին ամբողջ քաղաքը, որը տարածվում էր նրանց ներքում, ապակուց պողպատից մի թագավորություն, որը կարծես իրենց ձեռքի տակ լիներ։ Վիկտորը մոտեցավ պատուհանին կանգնեց, դիտելով տեսարանը, ձեռքերը անթերի կոստյումի գրպաններում։ Գիտես, թե ինչն է հետաքրքիր իշխանության մեջ, հարցրեց նա, չշրջվելով դեպի Մարինեն։ Այն, որ այն երբեք չի աշխատում այնպես, ինչպես մարդիկ սպասում են։ Մարդիկ կարծում են, որ իշխանությունը ուրիշներին վերահսկելն է։ Բայց իրականում իշխանությունը մարդկանց ցանկությունները հասկանալն է, հենց դա առաջարկելը։ Հասկանում ես։ Ոչ, պատասխանեց Մարինեն, կանգնած մնալով դռան մոտ։ Դավիթը քավություն է ուզում, շարունակեց Վիկտորը, շրջվելով նրան նայելու։ Նա ուզում է հավատալ, որ կարող է ուղղել իր թույլ տված սխալները։ Դու նրան դա առաջարկեցիր։ Դու նրան ճիշտ բան անելու հնարավորություն առաջարկեցիր։ Եվ դրա համար նա պատրաստ կլիներ ամեն ինչ անել քեզ համար։ Նույնիսկ զոհաբերել իրեն։ Իրականում, շատ հզոր է։ Եթե փորձում եք ինձ տպավորել, չի ստացվում, ասաց Մարինեն։ Ես չեմ փորձում քեզ տպավորել, պատասխանեց Վիկտորը։ Ես փորձում եմ բացատրել, թե ինչու ես դեռ ողջ։ Որովհետև դու հասկանում ես մի բան, որը մարդկանց մեծամասնությունը չի հասկանում։ Դու հասկանում ես, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե փողից կամ կոպիտ ուժից։ Այն գալիս է մարդկանց հասկանալուց։ Իմանալուց, թե ինչ են նրանք ուզում, ինչպես մանիպուլացնել նրանց, երբ թողնել նրանց գնան։ Նա մոտեցավ նրան, նրա թափանցող կապույտ աչքերը ուսումնասիրում էին նրա դեմքը։ Դու պատրաստ էիր զոհաբերել քեզ Դավիթի համար։ Դու պատրաստ էիր բանտ գնալ, անհետանալ, կորցնել ամեն ինչ, միայն թե ճիշտ բան անես։ Դա հազվադեպ է։ Շատ հազվադեպ։ Ինչ եք ուզում, հարցրեց Մարինեն։ Ես ուզում եմ, որ դու աշխատես ինձ համար, պատասխանեց Վիկտորը։ Իսկապես, այս անգամ։ Ոչ թե որպես գործիք, ոչ թե որպես զոհաբերություն։ Որպես իսկական գործընկեր։ Դու կօգնես կառուցել մի բան, որը կփոխի աշխարհը։ Դու կօգնես ստեղծել կիբերանվտանգության համակարգ, որը գործնականում անխոցելի կլինի։ Եվ դու կստանաս իրական իշխանություն։ Ոչ միայն փող, այլ ազդեցություն։ Դու կդառնաս մեկը, ումից մարդիկ կվախենան, կհարգեն։ Եվ դրա դիմաց, հարցրեց Մարինեն։ Դրա դիմաց դու կթողնես հանցավոր խումբը բացահայտելու այդ գաղափարը, պատասխանեց Վիկտորը։ Դու կթողնես Ռուբենին ընկնի, բայց չես փորձի ամեն ինչ ոչնչացնել։ Դու թույլ կտաս, որ ես շարունակեմ իմ գործերը առանց միջամտության։ Դու հավատարիմ կլինես ինձ, ես հավատարիմ կլինեմ քեզ։ Մարինեն մոտեցավ պատուհանին, նայեց ներքի քաղաքին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին օրերին։ Մտածեց Ռուբենի, նրա ամբարտավանության մասին։ Մտածեց Վիկտորի, նրա մանիպուլյացիայի մասին։ Մտածեց Դավիթի, նրա զղջման մասին։ Մտածեց իր մասին, թե ով էր նա դառնում։
Գիտեք, թե որն է ձեր Ռուբենի միջ տարբերությունը, հարցրեց Մարինեն։ Ոչ, պատասխանեց Վիկտորը։ Ռուբենը հիմար է, որն իրեն խելացի է համարում, ասաց Մարինեն։ Դուք բավականաչափ խելացի եք, իմանալու համար, որ հանցագործ եք։ Դա ձեզ ավելի վտանգավոր է դարձնում, բայց նա ավելի կանխատեսելի։ Ռուբենը գործում է էքոյից ելնելով։ Դուք գործում եք տրամաբանությունից ելնելով։ Եվ դա նշանակում է, որ ձեզ հետ կարելի է բանակցել։ Նա շրջվեց նրան նայելու։ Ես կաշխատեմ ձեզ համար։ Բայց ոչ այնպես, ինչպես դուք սպասում եք։ Ես կօգնեմ կառուցել ձեր անվտանգության համակարգը։ Կօգնեմ այն անխոցելի դարձնել։ Բայց մինչ դա անում եմ, ես կկառուցեմ հետնամուտք։ Մի դուռ, որը միայն ես գիտեմ։ Մի դուռ, որը թույլ է տալիս ինձ մուտք գործել այն ամենին, ինչ դուք անում եք, այն ամենին, ինչ դուք ունեք, ձեր բոլոր գաղտնիքներին։ Վիկտորը երկար նայեց նրան, հետո սկսեց ծիծաղել։ Դա անկեղծ ծիծաղ էր, որն արձագանքում էր գրասենյակում։ Դու կատարյալ ես, ասաց նա, երբ վերջապես կարողացավ դադարել ծիծաղելուց։ Դու հենց այնպիսի մարդ ես, որն ինձ պետք է իմ կողքին։ Մեկը, ով չի վստահում ինձ, մեկը, ով միշտ մի քայլ առաջ է պլանավորում, մեկը, ով հասկանում է, որ իրական անվտանգությունը գալիս է բոլորին չվստահելուց։ Այսպիսով, համաձայն եք, հարցրեց Մարինեն։ Այո, պատասխանեց Վիկտորը։ Բայց մի պայմանով։ Դու ինձ ցույց կտաս հետնամուտքը։ Դու ինձ կսովորեցնես, թե ինչպես է այն աշխատում։ Որովհետև եթե դու կարող ես մեկը ստեղծել, ես պետք է իմանամ, թե ինչպես հայտնաբերել ոչնչացնել այն անհրաժեշտության դեպքում։ Մարինեն ժպտաց։ Նա սպասում էր դրան։ Լավ, ասաց նա։ Բայց նախ, մենք պետք է զբաղվենք Ռուբենով։ Հաջորդ օրերին Մարինեն աշխատեց Դավիթի հետ, Ռուբենի ընկերության ֆինանսական գրառումները հանելու համար։ Նրանք զգույշ էին, մանրակրկիտ, նվազագույն հետքեր թողնելով։ Մարինեն ստեղծեց մի ծրագիր, որը կարծես պարզապես սովորական պահուստային կրկնօրինակում լիներ, բայց որն իրականում պատճենում էր յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր փոխանցում, յուրաքանչյուր գումարի շարժ, որն անցել էր ընկերության սերվերներով։ Մինույն ժամանակ Վիկտորն իր քայլերն էր անում։ Նա հեռանում էր հանցավոր խմբից, իր ակտիվները փոխանցում օֆշորային հաշիվների, դանդաղորեն անջատվում նրանց գործողություններից։ Դա նուրբ գործընթաց էր, քանի որ եթե հանցագործները նկատեին, որ նա փորձում է հեռանալ, նրանք կսպանեին նրան։ Բայց Վիկտորը ստվերում աննկատ շարժվելու վարպետ էր։ Մարինեի ամուսնալուծությունից 10-րդ օրը Ռուբենը զանգ ստացավ։ Դա իր ընկերությունը ֆինանսավորող տղամարդկանցից մեկից էր։ Գծի մյուս կողմի ձայնը սառն էր, պրոֆեսիոնալ, բացարձակ սարսափելի։ Մենք խնդիր ունենք, ասաց ձայնը։ Մեր միջոցներից մի մասը անհետանում է։ Մենք ուզում ենք իմանալ, թե որտեղ են դրանք։ Ռուբենը, որը Դուբայի լողափին էր իր սիրուհու հետ, զգաց, թե ինչպես խուճապը սկսեց տիրել իրեն։ Ես դրա մասին ոչինչ չգիտեմ, ասաց նա։ Ամեն ինչ նորմալ է աշխատում։ Համակարգերը գործում են։ Համակարգերը կողպված են, պատասխանեց ձայնը։ Ինչ-որ մեկը գաղտնագրման բանալի է տեղադրել, որը մենք չենք կարողանում շրջանցել։ Եվ դու ես պատասխանատու այդ համակարգերի անվտանգության համար։ Դու ունես 24 ժամ դա լուծելու համար։ Եթե չկարողանաս, մենք կլուծենք քեզ համար։ Ընդմիշտ։ Զանգն անջատվեց։ Ռուբենն անմիջապես զանգահարեց Դավիթին, բայց զանգը գնաց ձայնային փոստ։ Նա զանգահարեց գրասենյակ, պարզեց, որ Դավիթն անհետացել է։ Նա զանգահարեց Մարինեին, բայց համարն անջատված էր։ Նա այդ պահին սկսեց հասկանալ, որ սարսափելի սխալ է թույլ տվել։ Նա առաջին իսկ չվերթով վերադարձավ Երան, թողնելով սիրուհուն Դուբայում։ Երբ հասավ գրասենյակ, ամեն ինչ քաոսի մեջ էր։ Համակարգերը կողպված էին, աշխատակիցները խուճապի մեջ էին, նախասրահում ազգային անվտանգության ծառայության գործակալներ կային, խուզարկության հրամանագրերով։ ԱԱՑ-ն անանուն ահազանգ էր ստացել, որը պարունակում էր փողերի լվացման գործողության բոլոր ֆինանսական գրառումները։ Յուրաքանչյուր գործարք փաստաթղթավորված էր, յուրաքանչյուր անուն նշված էր, յուրաքանչյուր շարժ հետված էր։ Դա ոսկե թղթով փաթաթված նվեր էր քննիչների համար։ Ռուբենը ձերբակալվեց այդ օրը։ Ոչ թե փողերի լվացման համար, դեռս բավարար ապացույցներ չկային դրա համար, այլ կորպորատիվ խարդախության, ընկերության միջոցների յուրացման փաստաթղթերի կեղծման համար։
Մինչ նրան տանում էին ոստիկանները, նա վերջապես հասկացավ, որ ոչնչացվել է։ Բայց իսկական ոչնչացումը դեռ առջում էր։ 3 օր անց հանցավոր խումբը պարզեց, որ Վիկտորն անհետացել է իրենց միջոցների զգալի քանակությամբ։ Նրանք պարզեցին, որ նա ամեն ինչ փոխանցել է հաշիվների, որոնք չէին կարողանում հետել։ Եվ նրանք պարզեցին, որ նա իր հետից ապացույցների հետք է թողել, որը նրանց ուղղակիորեն կտաներ դեպի ոստիկանություն։ Վիկտորը դարձել էր տեղեկատու։ Նա գործարք էր կնքել իշխանությունների հետ, առաջարկելով տեղեկություններ ամբողջ գործողության մասին, պաշտպանության անձեռնխելիության դիմաց։ Մարինեն օգնել էր հավաքել բոլոր ապացույցները, ստեղծել էր ներկայացումներ, որոնք ամեն ինչ պարզ էին դարձնում դատախազների համար։ Երբ ոստիկանությունը վերջապես ներխուժեց հանցավոր խմբի գործողությունների վայր, նրանք գտան այն ամենը, ինչ իրենց պետք էր։ Բանկային հաշիվներ, գործարքների գրառումներ, կազմակերպության անդամների միջ հաղորդակցություններ։ Ամեն ինչ խնամքով, փաստաթղթավորված կազմակերպված էր։ 23 մարդ ձերբակալվեց։ $200 միլիոն սառեցվեց։ Հանցավոր գործողությունը, որը գործել էր ավելի քան 1 տասնամյակ, քանդվեց շաբաթների ընթացքում։ Եվ այս ամենի կենտրոնում Մարինեն էր։ Նրան չձերբակալեցին։ Վիկտորը երաշխավորել էր, որ նրա անունը ոչ մի տեղ չհայտնվի։ Նա դատախազներին ասել էր, որ նա զոհ է, մեկը, ում ստիպել են մասնակցել ճնշման տակ։ Եվ տեխնիկապես, դա սուտ չէր։ Բայց Մարինեն գիտեր ճշմարտությունը։ Նա ընտրել էր մասնակցել։ Նա ընտրել էր օգնել։ Եվ նա ընտրել էր դա անել ոչ թե Վիկտորի համար, ոչ թե արդարության համար, այլ որովհետև հասկացել էր մի հիմնարար բան իր մասին։ Նա զոհ չէր։ Նա ճարտարապետ էր։ 3 ամիս անց Մարինեն նոր գրասենյակում էր, նոր շենքում։ Վիկտորը պահել էր իր խոսքը։ Նա ստեղծել էր նոր ընկերություն, օրինական կիբերանվտանգության ընկերություն, Մարինեին դարձրել տեխնոլոգիաների գծով տնօրեն։ Նա ուներ 7-անիշ աշխատավարձ, 50 ինժեներներից բաղկացած թիմ ազատություն, ստեղծելու այն ամենը, ինչ ցանկանար։ Նա ստեղծել էր այն հետնամուտքը, որը խոստացել էր Վիկտորին, նա ստեղծել էր այն հայտնաբերելու համակարգ։ Նրանք շաբաթներ էին անցկացրել կատվի մկան խաղի մեջ, յուրաքանչյուրը փորձում էր գերազանցել մյուսին, յուրաքանչյուրը սովորում էր մյուսի փորձերից։ Վերջում նրանք համաձայնության էին եկել, հետնամուտքը կմնար, բայց կկիսվեր։ Երկուսն էլ հասանելիություն կունենային։ Երկուսն էլ իշխանություն կունենային։ Դա նուրբ հավասարակշռություն էր, բայց աշխատում էր։ Դավիթն անհետացել էր գործողությունից հետո։ Մարինեն նրանից հաղորդագրություն էր ստացել մի քանի ամիս անց, մի երկրից, որը չէր կարողացել հետել։ Նա փոխել էր իր անունը, նոր կյանք էր սկսել, թողել էր վերջին հաղորդագրությունը։ Շնորհակալ եմ ինձ ճիշտ բան անելու հնարավորություն տալու համար։ Դու լավագույն մարդն ես, ում ես ճանաչել եմ։ Ռուբենը բանտում էր, սպասելով դատավարության։ Նրա սիրուհին անհետացել էր, հենց որ իմացել էր, որ նա կորցրել է ամեն ինչ։ Նրա հեղինակությունը ոչնչացվել էր։ Այն ամենը, ինչ նա կառուցել էր, փլուզվել էր։ Իսկ Մարինեն? Մարինեն նոր էր սկսում։ Ռուբենի ձերբակալությունից 6 ամիս անց Մարինեն մամուլի ասուլիսի էր։ Նա չէր պլանավորել այնտեղ լինել, Վիկտորը պնդել էր, որ նա մնա կուլիսներում, ուշադրության կենտրոնից հեռու։ Բայց երբ լրագրողուհին հարց տվեց անվտանգության համակարգի ճարտարապետության մասին, որը հայտնաբերել էր հանցավոր գործողությունը, Մարինեն չկարողացավ լուռ մնալ։ Նա վեր կացավ, մոտեցավ խոսափողին, սկսեց խոսել։ Ոչ թե Վիկտորի, ոչ թե հանցավոր խմբի, այլ ալգորիթմի մասին։ Ինչպես էր այն կառուցվել, ինչ սկզբունքներով էր առաջնորդվում, իրական անվտանգության նրբագեղության մասին։ Լրագրողները հիացմունքով նայում էին նրան, հասկանալով, որ լսում են մեկին, ով իսկապես հասկանում է, թե ինչի մասին է խոսում։ Երբ ասուլիսն ավարտվեց, Մարինեն դարձել էր հանրային դեմք։ Ոչ թե որպես Ռուբեն Սարգսյանի նախկին կին, այլ որպես Մարինե Հովհաննիսյան, Nexus Security-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն, այն կինը, ով օգնել էր քանդել $200 միլիոն հանցավոր գործողությունը։ Վիկտորը հաջորդ օրը նրան կանչեց իր գրասենյակ։ Նա զայրացած չէր թվում, ինչպես Մարինեն սպասում էր։ Փոխարենը, նա մտածկոտ էր թվում, ուսումնասիրում էր նրան, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Դու խախտեցիր մեր պայմանավորվածությունը, ասաց նա, բայց նրա ձայնում զայրույթ չկար։ Դու պետք է անանուն մնայիր։ Ես կին եմ, պատասխանեց Մարինեն։
Ես չեմ կարող ընդմիշտ անանուն մնալ։ Վաղ թե ուշ, ինչ-որ մեկը կբացահայտի, թե ով եմ ես։ Ես նախընտրում եմ, որ նրանք ճշմարտությունը բացահայտեն, քան թե սուտ հորինեն։ Ճշմարտությունը վտանգավոր է, ասաց Վիկտորը։ Այո, համաձայնեց Մարինեն։ Բայց սուտն ավելի վտանգավոր է։ Վիկտորը ժպտաց, անկեղծ ժպիտ, ոչ թե այն հաշվարկված ժպիտը, որը նա սովորաբար օգտագործում էր։ Դու իսկապես ուշագրավ ես, ասաց նա։ Դու գիտես, որ սա ամեն ինչ կփոխի, այնպես չէ՞։ Հիմա, երբ դու հանրային դեմք ես, հիմա, երբ մարդիկ գիտեն, թե ով ես դու թիրախ ես դարձել։ Ում համար, հարցրեց Մարինեն։ Ցանկացածի համար, ով հետաքրքրված է տեխնոլոգիայով, պատասխանեց Վիկտորը։ Հիմա, երբ դու հայտնի ես, հիմա, երբ մարդիկ գիտեն, որ դու փայլուն ես, նրանք քեզ կցանկանան։ Կառավարություններ, կորպորացիաներ, հանցագործներ։ Բոլորը կցանկանան, որ Մարինե Հովհաննիսյանն իրենց համար աշխատի։ Իսկ դուք ինչ եք ուզում, հարցրեց Մարինեն։ Ես ուզում եմ, որ դու ինձ հետ մնաս, պատասխանեց Վիկտորը։ Ես ուզում եմ, որ դու շարունակես կառուցել։ Ես ուզում եմ, որ դու դառնաս էլ ավելի հզոր։ Որովհետև երբ դու ավելի հզոր ես դառնում, ես նույնպես ավելի հզոր եմ դառնում։ Մենք թիմ ենք, Մարինե։ Դու ես։ Միասին մենք կարող ենք կառուցել մի բան, որը կփոխի աշխարհը։ Մարինեն մոտեցավ պատուհանին, նայեց քաղաքին։ Այն հիմա այլ էր։ Կամ գուցե նա էր այլ։ Նա հնարավորություններ էր տեսնում, որտեղ նախկինում միայն խոչընդոտներ կային։ Նա իշխանություն էր տեսնում, որտեղ նախկինում միայն թուլություն կար։ Մի բան կա, որ դուք պետք է իմանաք իմ մասին, ասաց Մարինեն չշրջվելով։ Մի բան, որը ես երբեք ձեզ չեմ պատմել։ Ինչ, հարցրեց Վիկտորը։ Երբ ես ամուսնացած էի Ռուբենի հետ, երբ ես կառուցում էի այն ալգորիթմը, որը պահում էր նրա ընկերությունը, ես ոչ միայն անվտանգության համակարգ էի ստեղծում, բացատրեց Մարինեն։ Ես թակարդ էի ստեղծում։ Թակարդ, որը կարող էր ակտիվանալ ցանկացած պահի։ Ես գիտեի, որ մի օր նա ինձ կթողնի։ Ես գիտեի, որ մի օր նա կփորձի ինձ ոչնչացնել։ Եվ ես ուզում էի պատրաստ լինել։ Դու այս ամենը պլանավորել էիր, հարցրեց Վիկտորը, զարմացած։ Ոչ, պատասխանեց Մարինեն։ Ես չէի պլանավորել, որ դուք կհայտնվեք։ Ես չէի պլանավորել, որ հանցավոր խումբ կլինի ներգրավված։ Ես դրանցից ոչ մեկը չէի պլանավորել։ Բայց երբ իրադարձությունները սկսեցին զարգանալ, ես պատրաստ էի հարմարվելու։ Որովհետև ես միշտ պատրաստ եմ։ Նա շրջվեց նրան նայելու։ Եվ հիմա, ես պատրաստ եմ հաջորդ քայլին։ Ո՞րն է հաջորդ քայլը, հարցրեց Վիկտորը։ Դուք, պատասխանեց Մարինեն։ Հաջորդ քայլը դուք եք։ Վիկտորը երկար նայեց նրան, հետո սկսեց ծիծաղել։ Դու ինձ սպառնում ես, հարցրեց նա։ Ոչ, պատասխանեց Մարինեն։ Ես անկեղծ եմ։ Դուք ասացիք, որ իշխանությունը մարդկանց ցանկությունները հասկանալն է։ Դե, ես հասկանում եմ, թե դուք ինչ եք ուզում, Վիկտոր։ Դուք ուզում եք կայսրություն կառուցել։ Դուք ուզում եք հիշվել որպես մեկը, ով փոխել է աշխարհը։ Եվ դուք պատրաստ եք ամեն ինչ անել դրան հասնելու համար։ Նույնիսկ եթե դա նշանակում է աշխատել հանցագործների հետ, նույնիսկ եթե դա նշանակում է զոհաբերել անմեղ մարդկանց։ Եվ ո՞րն է ձեր ասացի իմաստը, հարցրեց Վիկտորը։ Իմ ասացի իմաստն այն է, որ դուք ես այնքան էլ տարբեր չենք, պատասխանեց Մարինեն։ Մենք երկուսս էլ պատրաստ ենք վատ բաներ անել, մեր ուզածին հասնելու համար։ Տարբերությունն այն է, որ ես սկսում եմ կասկածի տակ դնել, թե արդյոք մեր ուզածն իսկապես արժե դրան։ Հաջորդ ամիսներին Մարինեն սկսեց փոխել Nexus Security-ի ուղղությունը։ Նա դա կտրուկ չարեց, Վիկտորը կնկատեր կառարկեր։ Փոխարենը, նա աստիճանական փոփոխություններ արեց։ Նա սկսեց աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր ուժեղ էթիկական արժեքներ ունեին։ Նա սկսեց մերժել կասկածելի հաճախորդների հետ պայմանագրերը։ Նա սկսեց ընկերության հետազոտությունն ուղղորդել դեպի տեխնոլոգիաներ, որոնք կարող էին օգնել մարդկանց, այլ ոչ թե վնասել նրանց։ Վիկտորը նկատեց, թե ինչ է կատարվում, բայց չմիջամտեց։ Նա դիտում էր, սպասում, թե ուր կտանի Մարինեն ընկերությունը։ Եվ երբ վերջապես հասկացավ նրա պլանը, նա չզայրացավ։ Փոխարենը, նա արեց մի բան, որը Մարինեն երբեք չէր սպասել։ Նա թոշակի անցավ։
Դու հաղթեցիր, ասաց Վիկտորը իր վերջին օրը գրասենյակում։ Նա իր անձնական իրերն էր հավաքում տուփի մեջ, նրա կապույտ աչքերը դեռ թափանցող էին, բայց հիմա նրանց մեջ ինչ-որ խաղաղություն կար։ Դու կարողացար ինձ համոզել, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան իշխանություն կուտակելը։ Դուք հանձնվում եք, հարցրեց Մարինեն, զարմացած։ Ես չեմ հանձնվում, պատասխանեց Վիկտորը։ Ես զարգանում եմ։ Դու ինձ ցույց տվեցիր, որ հնարավոր է նշանակալի բան կառուցել, առանց ուրիշների վրայով անցնելու։ Դա մի դաս էր, որը շատ ժամանակ պահանջվեց սովորելու համար, բայց վերջապես սովորեցի։ Նա շրջվեց նրան նայելու։ Դու անհավանական բաներ ես անելու, Մարինե։ Դու կկառուցես մի կայսրություն, որը կփոխի աշխարհը։ Եվ դու դա կանես էթիկապես, ազնվորեն, այնպես, որ կարողանաս հպարտանալ։ Դա մի բան է, որը ես երբեք չկարողացա անել։ Ո՞ր եք գնում, հարցրեց Մարինեն։ Ես կանհետանամ, պատասխանեց Վիկտորը։ Կգնամ մի տեղ, որտեղ ոչ ոք ինձ չի ճանաչում, որտեղ ոչ ոք չգիտի, թե ով եմ ես։ Կփորձեմ պարզ, ազնիվ կյանքով ապրել։ Կարող է ձախողվեմ։ Կարող է վերադառնամ հին սովորություններին։ Բայց գոնե կփորձեմ։ Նա ձեռքը մեկնեց Մարինեին։ Շնորհակալ եմ ինձ այս հնարավորությունը տալու համար։ Մարինեն սեղմեց նրա ձեռքը, այդ պահին հասկացավ, որ շատ ավելին է շահել, քան պարզապես մի ընկերություն։ Նա շահել էր մարդկանց փոխելու, նրանց ոգեշնչելու, նրանց ստիպելու կասկածի տակ դնել իրենց սեփական ընտրությունները կարողությունը։ Երբ Վիկտորը հեռացավ, Մարինեն ստանձնեց Nexus Security-ի ամբողջական վերահսկողությունը։ Նա ընկերությունը վերածեց մի բանի, որը երբեք չէր եղել, մի կազմակերպության, որը նվիրված էր անվտանգ, էթիկական հասանելի տեխնոլոգիաների ստեղծմանը։ Նա սկսեց աշխատել կառավարությունների հետ կիբերանվտանգությունը բարելավելու համար։ Նա սկսեց աշխատել ՀԿ-ների հետ, խոցելի մարդկանց տվյալները պաշտպանելու համար։ Նա սկսեց աշխատել համալսարանների հետ, էթիկական ինժեներների հաջորդ սերնդին պատրաստելու համար։ Վիկտորի հեռանալուց 1 տարի անց Մարինեն նամակ ստացավ։ Հետադարձ հասցե չկար, բայց փոստային դրոշմը Դիլիջանից էր։ Նամակը պարզ էր, ձեռագիր գրված որակյալ թղթի վրա։ Մարինե։ Ես ողջ եմ։ Ես լավ եմ։ Ես տուն եմ կառուցում մի տեղ, որտեղ ոչ ոք ինձ չի ճանաչում։ Ես սովորում եմ ապրել առանց իշխանության, առանց փողի, առանց ազդեցության։ Դա ավելի դժվար է, քան սպասում էի, բայց նա ավելի հատուցող։ Ես կարդացել եմ, թե ինչ ես անում Nexus Security-ի հետ։ Ես հպարտ եմ քեզնով։ Դու ճիշտ բանն ես անում։ Մի բան կա, որ ես երբեք քեզ չեմ պատմել։ Երբ ես քեզ հանդիպեցի այն անձրոտ օրը, դա պատահական չէր։ Ես ամիսներ շարունակ դիտում էի քեզ։ Ես գիտեի, որ դու փայլ ունես։ Ես գիտեի, որ դու ընդունակ ես մեծ բաների։ Եվ ես գիտեի, որ դու թակարդում ես մի ամուսնության մեջ, որը քեզ ոչնչացնում էր։ Ես քեզ փրկեցի ոչ թե բարությունից, այլ որովհետև քո մեջ տեսնում էի ինքս ինձ։ Ես տեսնում էի մեկին, ով ընդունակ էր արտասովոր բաներ անելու, բայց ով վատնվում էր։ Ես ուզում էի քեզ ազատել ոչ թե քեզ փրկելու, այլ քեզ օգտագործելու համար։ Բայց ինչ-որ բան փոխվեց, երբ դու սկսեցիր ինձ հետ աշխատել։ Դու չդարձար այն, ինչ ես սպասում էի։ Դու դարձար ավելի լավը։ Դու դարձար մեկը, ով կարող էր նա ինձ փրկել։ Շնորհակալ եմ դրա համար։ Վիկտոր։ Մարինեն նամակը պահեց իր գրասենյակի դարակում։ Նա այն շատ անգամ կվերընթերցեր հաջորդ տարիներին, միշտ նոր իմաստներ գտնելով Վիկտորի խոսքերում։ Այդ գիշեր նա զանգ ստացավ։ Դա Ռուբեն Սարգսյանին ներկայացնող փաստաբանից էր։ Ռուբենը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման կորպորատիվ խարդախության փողերի լվացման համար։ Բայց նա խնդրել էր Մարինեին հաղորդագրություն ուղարկել։ Նա ուզում է, որ դուք իմանաք, որ նա հիմա հասկանում է, ասաց փաստաբանը։ Նա հասկանում է, թե ինչ եք արել։ Նա հասկանում է, որ դուք նրան ոչնչացրել եք, որ դուք դա արել եք, որովհետև նա արժանի էր ոչնչացվելու։ Նա ուզում է, որ դուք իմանաք, որ նա չարություն չի պահում։ Նա պարզապես ուզում է, որ դուք իմանաք, որ նա վերջապես հասկացել է իր արարքների գինը։ Մարինեն անջատեց հեռախոսը, չպատասխանելով։ Նա Ռուբենի ներողությունները լսելու կարիք չուներ։ Նա անցել էր դրանից։
Նա անցել էր վրեժխնդրությունից, զայրույթից, այն ամենից, ինչը նրան կապել էր անցյալին։ Նա հիմա նայում էր ապագային։ Եվ ապագան պայծառ էր։ Վիկտորի հեռանալուց 2 տարի անց Մարինեն ժնում էր, ներկայացնում էր Nexus Security-ին համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների խորհրդին։ Դահլիճը լի էր ազդեցիկ մարդկանցով, խոշոր կորպորացիաների գործադիր տնօրեններ, կառավարությունների ներկայացուցիչներ, միլիարդավոր դոլարներ վերահսկող ներդրողներ։ Բոլորն այնտեղ էին լսելու այն կնոջը, ով դարձել էր տեխնոլոգիայում էթիկական նորարարության հոմանիշը։ Մարինեն հիմա այլ էր։ Ոչ միայն արտաքնապես, թե նա վերջապես իրեն թույլ էր տվել ներդրումներ կատարել հագուստի մեջ, որը նրան վստահություն էր ներշնչում, սանրվածքի մեջ, որը նրան երիտասարդացնում էր, ներկայության մեջ, որը հեղինակություն էր ճառագում։ Նա ներքուստ էր այլ։ Զայրույթը, որը նրան առաջ էր մղել առաջին ամիսներին, վերածվել էր ավելի կառուցողական բանի։ Վրեժխնդրության կարիքը վերածվել էր փոփոխություն ստեղծելու անկեղծ ցանկության։ Կիբերանվտանգությունը ոչ միայն տվյալները պաշտպանելու մասին է, ասաց Մարինեն խոսափողի մոտ, նրա ձայնն արձագանքում էր դահլիճում։ Այն մարդկանց պաշտպանելու մասին է։ Այն ապահովելու մասին է, որ մեր կառուցած տեխնոլոգիան ծառայի մարդկությանը, ոչ թե հակառակը։ Nexus Security-ն մշակում է նոր գաղտնագրման արձանագրություն, որը նույնքան անվտանգ է, որքան շուկայում գոյություն ունեցող ցանկացած բան, բայց որը նաթափանցիկ է։ Դուք հստակ գիտեք, թե ինչպես են ձեր տվյալները պաշտպանվում։ Դուք հստակ գիտեք, թե ով ունի դրանց հասանելիություն։ Գաղտնիքներ չկան։ Հետնամուտքեր չկան։ Նա միտումնավոր դադար տվեց, թույլ տալով, որ վերջին արտահայտության հեգնանքը ներթափանցի։ Որովհետև մենք պարզել ենք, որ իրական անվտանգությունը գալիս է ոչ թե բաներ թաքցնելուց։ Այն գալիս է ազնիվ լինելուց այն մասին, թե ինչ ես անում ինչու։ Երբ ներկայացումն ավարտվեց, Մարինեին շրջապատեցին մարդիկ, ովքեր ցանկանում էին խոսել նրա հետ։ Մի տղամարդ, մասնավորապես ռուս ներդրող, որի դեմքը կարծես գրանիտից քանդակված լիներ, մոտեցավ նրան առաջարկով։ Մենք ուզում ենք գնել ձեր ընկերությունը, ասաց նա, կատարյալ անգլերենով, բայց ծանր առոգանությամբ։ Մենք առաջարկում ենք $5 միլիարդ։ Սա առատաձեռն առաջարկ է։ Այն վաճառքի ենթակա չէ, պատասխանեց Մարինեն քաղաքավարի ժպիտով։ Ամեն ինչ վաճառվում է, պատասխանեց տղամարդը։ Դա պարզապես գնի հարց է։ Այս դեպքում, ոչ, ասաց Մարինեն։ Nexus Security-ն ինձ համար պարզապես բիզնես չէ։ Դա առաքելություն է։ Եվ դուք առաքելություն չեք գնում։ Տղամարդը երկար նայեց նրան, հետո ժպտաց, մի ժպիտ, որը չէր հասնում նրա աչքերին։ Դուք շատ նման եք մեկին, ում ես մի անգամ ճանաչում էի, ասաց նա։ Վիկտոր Մանուկյան անունով մի մարդ։ Նա նույնպես հավատում էր, որ փողից ավելի կարևոր բաներ կան։ Նա նույնպես մերժում էր առաջարկներ, որոնք մարդկանց մեծամասնությունը անհնարին կհամարեր մերժել։ Մարինեն զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Դուք ճանաչում էիք Վիկտորին։ Ճանաչում էի, պատասխանեց տղամարդը։ Նա աշխատում էր ինձ համար, շատ վաղուց։ Նախքան նա որոշեց, որ ուզում է իր սեփական կայսրությունը կառուցել։ Նա փայլուն էր, բայց նա վտանգավոր։ Նա շատ բան գիտեր իմ գործողությունների մասին։ Չափազանց շատ գիտեր։ Ինչ պատահեց նրա հետ, հարցրեց Մարինեն, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Նա անհետացավ, պատասխանեց տղամարդը։ 3 տարի առաջ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա։ Ոմանք ասում են, որ նա մահացել է։ Մյուսներն ասում են, որ նա թաքնվում է ինչ-որ հեռավոր վայրում, ինձ նման մարդկանցից հեռու։ Անձամբ ես կարծում եմ, որ նա մահացել է։ Որովհետև Վիկտորի նման մարդը չի կարող պարզապես անհետանալ։ Նա միշտ ուզում է, որ իրեն գտնեն։ Նա միշտ ուզում է, որ մարդիկ իմանան, որ նա դեռ գոյություն ունի։ Մարինեն զգաց, թե ինչպես սառը մի բան անցավ իր ողնաշարով։ Նա Վիկտորից նամակ էր ստացել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նա ողջ էր։ Բայց հիմա, լսելով այս մարդուն խոսել նրա մասին, կարծես նա մահացած լիներ, նա սկսեց կասկածել, թե արդյոք նամակն իրական էր, թե պարզապես մի երակայություն, որը նա ստեղծել էր իր համար։ Եթե ինձ հեռախոսահամար տաք, ես կարող եմ փորձել գտնել նրան ձեզ համար, առաջարկեց Մարինեն, փորձելով հանգստություն պահպանել։ Ոչ, պատասխանեց տղամարդը։ Եթե Վիկտորն ուզում է, որ իրեն գտնեն, նա ինքը կգտնվի։ Բայց ես կցանկանայի, որ դուք մի բան իմանայիք։
Եթե դուք նրան գտնեք, եթե կապ ունենաք նրա հետ, ասեք նրան, որ Դմիտրի Վոլկովը փնտրում է նրան։ Ասեք նրան, որ պարտք կա, որը պետք է վճարվի։ Ասեք նրան, որ դուք չեք կարող պարզապես անհետանալ սպասել, որ մարդիկ մոռանան։ Նա Մարինեին այցեքարտ տվեց, պարզ քարտ, միայն անունով հեռախոսահամարով։ Հետո նա անհետացավ ամբոխի մեջ, Մարինեին թողնելով միայնակ իր մտքերի հետ։ Այդ գիշեր, ժնի իր հյուրանոցի սենյակում, Մարինեն փորձեց զանգահարել այն համարին, որը Վիկտորի նամակում էր։ Զանգը չմիացավ։ Նա նորից փորձեց։ Նույն բանը։ Համարն այլս գոյություն չուներ, կամ անջատված էր։ Մարինեն ամբողջ գիշերն արթուն անցկացրեց, մտածելով Վիկտորի մասին։ Մտածելով Դմիտրի Վոլկովի մասին։ Մտածելով այն բոլոր բաների մասին, որ Վիկտորն արել էր, այն բոլոր մարդկանց մասին, ում նա վնասել էր, այն բոլոր պարտքերի մասին, որ նա թողել էր իր հետից։ Նա այդ գիշեր հասկացավ, որ Վիկտորը իրեն ստել է։ Ոչ թե ամեն ինչի մասին, այլ մի կարևոր բանի։ Նա չէր անհետացել պարզ ազնիվ կյանքով ապրելու համար։ Նա անհետացել էր, որովհետև փախչում էր։ Փախչում էր Դմիտրի Վոլկովի նման մարդկանցից։ Փախչում էր մի անցյալից, որը չէր կարելի թողնել հետում։ Երբ Մարինեն վերադարձավ տուն, նրան ծանրոց էր սպասում։ Հետադարձ հասցե չկար, բայց փոստային դրոշմը երանից էր։ Ծանրոցի մեջ նոթբուք կար, հին, բայց լավ պահպանված համակարգիչ, ձեռագիր գրություն։ Մարինե։ Եթե դու սա կարդում ես, նշանակում է, դու գտել ես Դմիտրիին։ Նշանակում է, դու գիտես, որ ես փախչում եմ։ Նշանակում է, դու վերջապես հասկացել ես, որ իրական փախուստ չկա։ Ոչ մեզ նման մարդկանց համար։ Այս նոթբուքը պարունակում է այն ամենը, ինչ դու պետք է իմանաս Դմիտրի Վոլկովի մասին։ Պարունակում է տեղեկություններ նրա գործողությունների, նրա հանցագործությունների, նրա գաղտնիքների մասին։ Պարունակում է բավարար ապացույցներ, նրան առնվազն 100 տարով բանտարկելու համար։ Ես սա թողնում եմ քեզ, որովհետև դու միակ մարդն ես, ում ես վստահում եմ։ Դու միակ մարդն ես, ով կարող է ինչ-որ բան անել այս տեղեկությունների հետ, առանց դրանցով ապականվելու։ Նոթբուք մուտք գործելու համար գաղտնաբառ կա։ Գաղտնաբառն է, ով ավելի քիչ է մտահոգվում, միշտ ավելի շատ իշխանություն է ստանում։ Դու գիտես, թե ինչ անել սրա հետ։ Վիկտոր։ Մարինեն բացեց նոթբուքը, մուտքագրեց գաղտնաբառը։ Ներսում թղթապանակների թղթապանակներ կային։ Ֆինանսական փաստաթղթեր, գործարքների գրառումներ, Դմիտրիի նրա գործընկերների միջ հաղորդակցություններ, տասնամյակներ ձգվող հանցավոր գործողությունների մանրամասներ։ Կային քաղաքական գործիչների անուններ, գործարարների անուններ, մարդկանց անուններ, որոնց Մարինեն ճանաչում էր նորություններից ամսագրերից։ Դա ռումբ էր։ Ռումբ, որը կարող էր ոչնչացնել մի ամբողջ հանցավոր կայսրություն։ Մարինեն հաջորդ շաբաթներն անցկացրեց, վերլուծելով տվյալները, ստուգելով տեղեկությունները, համոզվելով, որ ամեն ինչ ճշգրիտ է ստուգելի։ Նա գաղտնի էր աշխատում, նույնիսկ իր թիմին չէր պատմում, թե ինչ է անում։ Երբ վերջապես ավարտեց, նա ուներ մի դոսիե, որը գործնականում անխոցելի էր։ Նա հանդիպում նշանակեց իր ծանոթ դաշնային դատախազի հետ, Կարլեն Մկրտչյան անունով մի մարդ, ով աշխատել էր Ռուբեն Սարգսյանի գործով։ Երբ նա ցույց տվեց, թե ինչ ունի, նա գունատվեց։ Սա հսկայական է, ասաց Կարլենը, թերթելով փաստաթղթերը։ Սա կքանդի հանցավոր գործողություններ 3 երկրներում։ Սա կբանտարկի տասնյակ ազդեցիկ մարդկանց։ Սա ամեն ինչ կփոխի։ Ես գիտեմ, պատասխանեց Մարինեն։ Այդ պատճառով ես ձեզ եմ տալիս սա։ Որտեղից եք սա ձեռք բերել, հարցրեց Կարլենը։ Մեկից, ով հասկացել էր, որ վատ բաներ է արել, ուզում էր փորձել ուղղել, պատասխանեց Մարինեն։ Մեկից, ով հասկացել էր, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե հարստություն կամ ազդեցություն կուտակելուց, այլ ճիշտ բան անելուց, նույնիսկ եթե դա նշանակում է զոհաբերել իրեն գործընթացում։ Կարլենը երկար նայեց նրան։ Դուք գիտեք, որ սա ձեզ վտանգի տակ կդնի, այնպես չէ՞։ Երբ Դմիտրին պարզի, որ դուք եք պատասխանատու սրա համար, նա կգա ձեր հետից։ Այո, պատասխանեց Մարինեն։ Ես գիտեմ։ Եվ դուք պատրաստ եք այդ ռիսկին դիմել։ Այո, պատասխանեց Մարինեն։ Որովհետև եթե մենք ոչինչ չանենք, եթե չօգտագործենք այս տեղեկությունները, ապա այն ամենը, ինչ Վիկտորն արել է, այն ամենը, ինչ նա զոհաբերել է, իզուր կլինի։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։
3 ամիս անց Դմիտրի Վոլկովը ձերբակալվեց Մոսկվայի օդանավակայանում, փորձելով մասնավոր չվերթ նստել։ Նրա հետ միասին ձերբակալվեցին նրա կազմակերպության 27 այլ անդամներ։ Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում հանցավոր գործողությունները քանդվեցին։ Միլիարդավոր դոլարների ակտիվներ սառեցվեցին։ Եվ Մարինե Հովհաննիսյանս մեկ անգամ դարձավ իրավապահ մարմինների մեծ գործողության հանրային դեմքը։ Բայց այս անգամ նա միայնակ չէր։ Երբ ոստիկանությունը ներխուժեց Դմիտրիի գրասենյակներ, նրանք հետաքրքիր բան գտան։ Նրանք գտան տեսաֆայլ, որը ձայնագրվել էր Դմիտրիի ձերբակալությունից ընդամենը օրեր առաջ։ Տեսանյութում Վիկտոր Մանուկյանը խոսում էր ուղիղ տեսախցիկի հետ։ «Իմ անունը Վիկտոր Մանուկյան է», ասում էր նա տեսանյութում, դեմքը նիհար ծերացած, աչքերը դեռ կապույտ, բայց հիմա հոգնած։ «Ես 30 տարի աշխատել եմ Դմիտրի Վոլկովի համար։ Ես 30 տարի հանցագործություններ եմ կատարել, մարդկանց վնասել, ստի բռնության վրա հիմնված կայսրություն կառուցել։ Եվ 3 տարի առաջ ես վերջապես հասկացա, որ պետք է կանգ առնել»։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ «Ես Մարինե Հովհաննիսյանին տեղեկություններ եմ թողել Դմիտրիի գործողությունների մասին։ Տեղեկություններ, որոնք կոչնչացնեն այն ամենը, ինչ նա կառուցել է։ Ես դա արեցի ոչ թե քավության համար, որովհետև քավությունը մի բան է, որին ես երբեք չեմ հասնի, այլ որովհետև հասկացա, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր ինձնից լավն են։ Մարդիկ, ովքեր արժանի են ապրել մի աշխարհում, որտեղ Դմիտրիի նման հանցագործները իշխանություն չունեն։ Եթե դու սա տեսնում ես, Դմիտրի, նշանակում է, դու ձերբակալվել ես։ Նշանակում է, ամեն ինչ փլուզվել է։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ դա պատահական չէր։ Դա այն պատճառով էր, որ մեկը, ում դու թերագնահատեցիր, մի կին, ում դու աննշան համարեցիր, վերջապես հասկացավ իր սեփական ուժը»։ Տեսանյութն ավարտվեց։ Մարինեն տեսանյութը դիտեց հարցաքննության սենյակում, Կառլենի կողքին։ Երբ այն ավարտվեց, նա լաց էր լինում, ոչ թե տխրությունից, այլ ավելի բարդ բանից։ Թեթացումից, գուցե։ Հասկացողությունից։ Խաղաղությունից։ Գիտես, թե որտեղ է նա, հարցրեց Կառլենը։ Ոչ, պատասխանեց Մարինեն։ Եվ կարծում եմ, որ այդպես ավելի լավ է։ Վիկտորն արեց այն, ինչ պետք է աներ։ Հիմա նա կարող է վերջապես հանգստանալ։ Բայց Մարինեն գիտեր, որ Վիկտորը չի հանգստանում։ Նա գիտեր, որ նա ինչ-որ տեղ է, դիտում է, սպասում տեսնելու, թե ինչ է անելու նա հաջորդիվ։ Եվ նա հասկացավ, որ ինչ-որ կերպ նրանք դեռ կապված են։ Ոչ թե սիրով, ոչ թե հավատարմությամբ, այլ շատ ավելի խորը բանով։ Փոխադարձ հասկացողությամբ, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե ուրիշներին ոչնչացնելուց, այլ ինքդ քեզ փոխակերպելուց։ Դմիտրի Վոլկովի ձերբակալությունից 1 տարի անց Մարինեն իր գրասենյակում էր, երբ անսպասելի այցելու ունեցավ։ Դա մի կին էր, գուցե 10 տարով մեծ Մարինեից, ճերմակ մազերով աչքերով, որոնք կարծես չափազանց շատ բաներ տեսած լինեին։ Նա ներկայացավ որպես Սոֆյա Մանուկյան։ Դուք Վիկտորի քույրն եք, ասաց Մարինեն, անմիջապես ճանաչելով ազգանունը։ Այո, պատասխանեց Սոֆյան, նստելով Մարինեի սեղանի դիմացի աթոռին։ Ես այստեղ եմ եկել, որովհետև պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Որովհետև դուք օգնեցիք իմ եղբորը ճիշտ բան անել։ Եվ որովհետև դուք արժանի եք իմանալ ճշմարտությունը նրա մասին։ Մարինեն ուշադրությամբ նայեց նրան։ Սոֆյան ուներ Վիկտորի նույն դիմագծերը, նույն կապույտ աչքերը, բայց նրա մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Մարդկայնություն կար, որտեղ Վիկտորի մոտ միայն հաշվարկ էր։ Ինչ եք ուզում ինձ պատմել, հարցրեց Մարինեն։ Ես ուզում եմ պատմել այն մարդու մասին, ով Վիկտորն էր, նախքան դարձավ այն, ինչ դարձավ, պատասխանեց Սոֆյան։ Ես ուզում եմ պատմել մի տղայի մասին, ով փայլուն էր, ով բարի էր, ով երազանքներ ուներ աշխարհում փոփոխություն մտցնելու։ Եվ ես ուզում եմ պատմել, թե ինչպես այս ամենը ոչնչացվեց։ Սոֆյան խորը շունչ քաշեց։ Մեր ծնողները գիտնականներ էին։ Նրանք աշխատում էին գենետիկական հետազոտությունների ոլորտում, մշակելով հիվանդությունների բուժումներ։ Նրանք լավ մարդիկ էին, մարդիկ, ովքեր ուզում էին օգնել մարդկությանը։ Երբ Վիկտորը 22 տարեկան էր, մեր ծնողներին սպանեցին։ Դա դժբախտ պատահար չէր։ Դա սպանություն էր։ Նրանց սպանեց Դմիտրի Վոլկովը, որովհետև նրանք հրաժարվել էին իրենց հետազոտությունները վաճառել նրան։ Մարինեն զգաց, որ սիրտը սեղմվեց։ Նա երբեք դա չէր իմացել Վիկտորի մասին։
Վիկտորը քայքայված էր, շարունակեց Սոֆյան։ Նա ուզում էր վրեժ լուծել մեր ծնողների համար։ Նա ուզում էր ոչնչացնել Դմիտրիին։ Բայց նա ընդամենը երիտասարդ էր, առանց ռեսուրսների, առանց իշխանության։ Այսպիսով, նա գործարք կնքեց Դմիտրիի հետ։ Նա առաջարկեց իր ծառայությունները, առաջարկեց իր խելքը, առաջարկեց իր հոգին Դմիտրիին բավականաչափ մոտենալու նրան ներսից ոչնչացնելու հնարավորության դիմաց։ Բայց նա երբեք դա չարեց, ասաց Մարինեն։ Ոչ, համաձայնեց Սոֆյան։ Որովհետև տարիների ընթացքում, երբ Վիկտորն ավելի շատ էր ներգրավում Դմիտրիի հանցավոր գործողություններում, նա հասկացավ, որ Դմիտրիին ոչնչացնելու ճանապարհ չկա, առանց ինքն իրեն նույնպես ոչնչացնելու։ Այսպիսով, նա պարզապես հանձնվեց։ Նա ընդունեց, որ վատ ընտրություններ է կատարել, որ վատ մարդ է դարձել, որ իր համար քավություն չկա։ Մինչ ես հայտնվեցի, ասաց Մարինեն։ Մինչ դու հայտնվեցիր, համաձայնեց Սոֆյան։ Դու նրան ցույց տվեցիր, որ ճիշտ բան անելու ճանապարհ կա, առանց ամբողջությամբ ինքդ քեզ ոչնչացնելու։ Դու նրան ցույց տվեցիր, որ հնարավոր է քավվել, նույնիսկ եթե միայն մասամբ։ Եվ դա բավարար էր նրա համար։ Սոֆյան վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայելով ներքի քաղաքին։ Մի բան էլ կա, որ դու պետք է իմանաս։ Վիկտորը չի անհետացել պարզ կյանքով ապրելու համար։ Նա անհետացել է, որովհետև գիտեր, որ Դմիտրին կփնտրի իրեն։ Նա գիտեր, որ դավաճանություն է եղել։ Այսպիսով, նա քեզ համար նվեր է թողել։ Ինչ նվեր, հարցրեց Մարինեն։ Տեղեկություններ, պատասխանեց Սոֆյան։ Տեղեկություններ այն ամենի մասին, ինչ Դմիտրին արել է։ Տեղեկություններ, որոնք դու օգտագործեցիր նրան ոչնչացնելու համար։ Բայց ավելի շատ տեղեկություններ կան։ Կան տեղեկություններ այլ մարդկանց մասին։ Այլ հանցավոր կազմակերպությունների։ Այլ հանցագործությունների, որոնք երբեք չեն բացահայտվել։ Սոֆյան Մարինեին ֆլեշ գրիչ տվեց։ Սա պարունակում է ամեն ինչ։ Վիկտորն անցկացրել է վերջին 3 տարիները տեղեկություններ հավաքելով, հանցագործություններ փաստաթղթավորելով, ամեն ինչ պատրաստելով քեզ համար։ Նա գիտեր, որ դու կունենաս այդ տեղեկություններն օգտագործելու քաջությունը։ Նա գիտեր, որ դու կունենաս խելքը, դա անելու այնպես, որ քեզ չկարողանան հետել։ Որտեղ է Վիկտորը հիմա, հարցրեց Մարինեն։ Նա մահացել է, պատասխանեց Սոֆյան, նրա ձայնում տխրություն կար։ Նա մահացել է 2 ամիս առաջ։ Քաղցկեղ։ Նա որոշ ժամանակ գիտեր, որ հիվանդ է, բայց չէր ուզում, որ որևէ մեկն իմանա։ Նա անցկացրեց իր վերջին օրերը, ավարտելով տեղեկությունները, համոզվելով, որ ամեն ինչ կատարյալ է քեզ համար։ Մարինեն զգաց, որ արցունքները սկսեցին հոսել։ Նա պատրաստվել էր այն հավանականությանը, որ Վիկտորը մահացած է, բայց հաստատումը լսելն այլ էր։ Հիմա դա իրական էր։ Վիկտորը գնացել էր։ Նա քեզ համար հաղորդագրություն է թողել, շարունակեց Սոֆյան, ծրար տալով։ Նա խնդրեց, որ ես սա անձամբ հանձնեմ։ Մարինեն դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Ներսում նամակ կար, գրված մի ձեռագրով, որը նա ճանաչեց որպես Վիկտորինը։ Մարինե։ Եթե դու սա կարդում ես, նշանակում է, ես մահացել եմ։ Մի տխրիր։ Մահը պարզապես մի պատմության ավարտն է, իմ պատմությունը, այնուամենայնիվ, չափազանց երկար էր։ Մի բան կա, որ ես երբեք քեզ չեմ պատմել։ Մի բան, որը ես պետք է գաղտնի պահեի մինչ հիմա։ Երբ ես քեզ հանդիպեցի այն անձրոտ օրը, դա պատահական չէր։ Ես ամիսներ շարունակ դիտում էի քեզ, բայց ոչ թե որովհետև ուզում էի քեզ օգտագործել, այլ որովհետև դու ինձ հիշեցնում էիր ինքս ինձ, երբ ես երիտասարդ էի։ Դու ինձ հիշեցնում էիր, թե ով էի ես, նախքան ամեն ինչ սխալ գնաց։ Երբ դու մերժեցիր իմ առաջին պլանը, երբ դու պնդեցիր ճիշտ բան անել, երբ դու ինձ ցույց տվեցիր, որ քավելու ճանապարհ կա, դու ինձ փրկեցիր։ Դու ոչ միայն իմ կյանքը փրկեցիր։ Դու իմ հոգին փրկեցիր։ Վերջին 3 տարիների ընթացքում, երբ ես անհետացած էի, ես իրականում այստեղ էի, դիտում էի, թե ինչպես ես դու արտասովոր բան կառուցում։ Դիտում էի, թե ինչպես ես Nexus Security-ն վերածում բարիքի ուժի։ Դիտում էի, թե ինչպես ես դառնում այն մարդը, ով ես միշտ ուզեցել եմ լինել։ Դու ավելի շատ տեղեկություններ կգտնես ֆլեշ գրիչի վրա, որը Սոֆյան կհանձնի քեզ։ Կան տեղեկություններ հանցագործությունների մասին, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Կան տեղեկություններ հզոր մարդկանց մասին, ովքեր վատ բաներ են անում։
Եվ կան տեղեկություններ քո մասին։ Այո, քո մասին։ Որովհետև կան մարդիկ, ովքեր ուզում են քեզ ոչնչացնել։ Կան մարդիկ, ովքեր վախենում են քեզնից։ Կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ դու սպառնալիք ես իրենց շահերի համար։ Ֆլեշ գրիչը պարունակում է տեղեկություններ այդ մարդկանց, նրանց պլանների, թե ինչպես են նրանք մտադիր քեզ չեզոքացնելու մասին։ Օգտագործիր այս տեղեկություններն իմաստությամբ։ Օգտագործիր դրանք քեզ պաշտպանելու, քո ընկերությունը պաշտպանելու, քո կառուցած աշխարհը պաշտպանելու համար։ Եվ իմացիր, որ որտեղ էլ ես լինեմ, ես հպարտ կլինեմ քեզնով։ Վիկտոր։ Մարինեն նամակը 3 անգամ կարդաց, յուրաքանչյուր ընթերցում նոր իմաստի շերտեր էր բերում։ Երբ վերջապես ավարտեց, նա նայեց Սոֆյային։ Նա գիտեր, որ մարդիկ կան, որ ուզում են ինձ ոչնչացնել, հարցրեց Մարինեն։ Այո, պատասխանեց Սոֆյան։ Եվ նա անցկացրեց իր կյանքի վերջին ամիսները, համոզվելով, որ դու կունենաս պաշտպանվելու գործիքները։ Նա գիտեր, որ դու բավականաչափ ուժեղ ես դրանով զբաղվելու համար։ Նա գիտեր, որ դու բավականաչափ խելացի ես հաղթելու համար։ Հաջորդ օրերին Մարինեն վերլուծեց ֆլեշ գրիչի պարունակությունը։ Այն, ինչ գտավ, ցնցեց նրան։ Կային տեղեկություններ տեխնոլոգիական ընկերությունների միջազգային կոնսորցիումի մասին, որոնք միասին աշխատում էին կիբերանվտանգության շուկան մենաշնորհելու համար։ Կային տեղեկություններ քաղաքական գործիչների մասին, որոնց կաշառում էին այդ ընկերություններին նպաստելու համար։ Կային տեղեկությունները Nexus Security-ին սաբոտաժի ենթարկելու, նրա տեխնոլոգիաները գողանալու, նրա հեղինակությունը ոչնչացնելու պլանների մասին։ Եվ կային տեղեկություններ մեկի մասին, ում Մարինեն շատ լավ ճանաչում էր։ Ռուբեն Սարգսյան։ Նույնիսկ բանտում Ռուբենն աշխատում էր այդ ընկերությունների հետ։ Նա առաջարկում էր տեղեկությունները Nexus Security-ի համակարգերի մասին, իր պատժի կրճատման դիմաց։ Նա փորձում էր վաճառել Մարինեի գաղտնիքները նրա թշնամիներին։ Մարինեն հանդիպում նշանակեց Կարլեն Մկրտչյանի, դաշնային դատախազի հետ։ Երբ նա ցույց տվեց տեղեկությունները, նա զայրացավ։ Սա դավաճանություն է, ասաց Կարլենը։ Սա մեկ հանցագործություն է։ Սա տարիներ կավելացնի նրա պատժին։ Ես ուզում եմ, որ դուք օգտագործեք այս տեղեկությունները, ասաց Մարինեն։ Ես ուզում եմ, որ դուք Ռուբենին դատեք դավադրության, մտավոր սեփականության գողության փորձի, այն ամենի համար, ինչ կգտնեք։ Ես ուզում եմ, որ նա իր կյանքի մնացած մասն անցկացնի բանտում։ Համոզվա՞ծ եք, հարցրեց Կարլենը։ Որովհետև սա շատ ուշադրություն կգրավի դեպի ձեզ։ Սա ձեզ կդնի մեկ մեծ իրավապահ գործողության կենտրոնում։ Այո, պատասխանեց Մարինեն։ Ես համոզված եմ։ Որովհետև եթե մենք ոչինչ չանենք, եթե թողնենք Ռուբենը շարունակի աշխատել իմ դեմ, ապա նա կհաղթի։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ 3 ամիս անց Ռուբեն Սարգսյանը դատապարտվեց 30 տարվա ազատազրկման։ Ոչ միայն նախորդ հանցագործությունների, այլ բանտում գտնվելու ընթացքում կատարած նոր հանցագործությունների համար։ Նրան տեղափոխեցին խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա կանցկացներ իր կյանքի մնացած մասը։ Երբ Մարինեն լսեց լուրը, նա բավարարվածություն չզգաց։ Նա ուրախություն չզգաց։ Նա պարզապես թեթացում զգաց։ Որովհետև վերջապես, այսքանից հետո, Ռուբենը լիովին չեզոքացվել էր։ Նա այլս սպառնալիք չէր։ Բայց կային այլ սպառնալիքներ։ Կար տեխնոլոգիական ընկերությունների կոնսորցիումը, որը փորձում էր մենաշնորհել շուկան։ Կային քաղաքական գործիչներ, որոնց կաշառում էին։ Կային հզոր մարդիկ, ովքեր ուզում էին ոչնչացնել Մարինեին այն ամենը, ինչ նա կառուցել էր։ Մարինեն հասկացավ, որ իր պայքարը դեռ հեռու է ավարտից։ Իրականում, այն նոր էր սկսվում։ Որովհետև հիմա, երբ նա հաղթել էր Ռուբենին, հիմա, երբ հաղթել էր Դմիտրիին, հիմա, երբ հաղթել էր Վիկտորին, ավելի ճիշտ համոզել էր նրան քաղվել, շատ ավելի մեծ հակառակորդներ էին սպասում նրան։ Բայց Մարինեն չէր վախենում։ Որովհետև նա հիմնարար բան էր սովորել իր ճանապարհորդության ընթացքում։ Նա սովորել էր, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե ուրիշներին հաղթելուց։ Այն գալիս է ինքդ քեզ փոխակերպելուց։ Այն գալիս է հասկանալուց, որ դու ավելի ես ընդունակ, քան երբե պատկերացրել ես։ Եվ Մարինե Հովհաննիսյանը նոր էր սկսում բացահայտել իր իշխանության սահմանները։ Ռուբենի դատապարտումից 6 ամիս անց Մարինեն Nexus Security-ի ճգնաժամային սենյակում էր։
Պատին բազմաթիվ էկրաններ էին, որոնք ցույց էին տալիս իրական ժամանակի տվյալներ։ Նրա կիբերանվտանգության թիմը մոլեգնորեն աշխատում էր, հետելով ընկերության սերվերների դեմ համակարգված հարձակումների շարքին։ Նրանք փորձում են տապալել մեր համակարգերը, ասաց Մարկոսը, Մարինեի անվտանգության ղեկավարը, մի մարդ, ում նա հատուկ վարձել էր, որովհետև գործնականում անխոցելի համբավ ուներ։ Բայց սա սովորական հարձակում չէ։ Դա բարդ է։ Շատ բարդ։ Զգալի ռեսուրսներով ինչ-որ մեկն է դրա հետում։ Կոնսորցիումը, հարցրեց Մարինեն։ Հավանաբար, պատասխանեց Մարկոսը։ Բայց մի տարօրինակ բան կա։ Հարձակումներում օրինաչափություն կա։ Գրեթե կարծես ինչ-որ մեկը մեզ հուշումներ է թողնում։ Մարինեն մոտեցավ էկրաններին, սկսեց ուսումնասիրել տվյալները։ Մարկոսը ճիշտ էր։ Օրինաչափություն կար։ Եվ երբ նա վերլուծում էր այն, հասկացավ, թե ինչ է դա։ Դա կոդ էր։ Կոդ, որը նա ճանաչում էր։ Դա կոդ էր, որը նա ինքն էր գրել։ Անջատեք բոլոր հարձակումները, ասաց Մարինեն կտրուկ։ Ինչ, հարցրեց Մարկոսը, զարմացած։ Անջատեք բոլոր հարձակումները, կրկնեց Մարինեն։ Թողեք, որ նրանք ներս մտնեն։ Թողեք, որ նրանք մուտք գործեն սերվերներ։ Բայց թողեք, որ նրանք տեսնեն միայն այն, ինչ մենք ենք ուզում, որ տեսնեն։ Մարկոսը նայեց նրան, կարծես նա խելագարվել լիներ։ Մարինե, եթե մենք թողնենք, որ նրանք ներս մտնեն, նրանք կարող են գողանալ մեր տեխնոլոգիաները։ Նրանք կարող են ոչնչացնել մեր տվյալները։ Նրանք կարող են։ Ես գիտեմ, թե ինչ կարող են անել, ընդհատեց Մարինեն։ Բայց վստահիր ինձ։ Սա պլանի մի մասն է։ Հաջորդ օրերին Մարինեն գաղտնի աշխատեց, փոփոխելով Nexus Security-ի համակարգերը։ Նա ստեղծեց կեղծ ֆայլ, որը պարունակում էր այն, ինչը կարծես իր ամենաառաջադեմ անվտանգության համակարգի սկզբնական կոդը լիներ։ Նա այն դրեց մի տեղ, որտեղ կոնսորցիումի հաքերները հեշտությամբ կգտնեին։ Եվ հետո նա սպասեց։ Երբ հաքերները վերջապես կարողացան մուտք գործել ֆայլ, երբ վերջապես կարողացան հանել այն, ինչը կարծում էին, թե սկզբնական կոդն է, Մարինեն ակտիվացրեց թակարդը։ Կեղծ ֆայլը վիրուս էր պարունակում։ Ոչ թե վիրուս, որը կոչնչացներ տվյալներ կամ վնաս կպատճառեր, դա շատ ավելի նրբագեղ էր։ Դա հետող վիրուս էր։ Վիրուս, որը գրանցում էր յուրաքանչյուր շարժ, յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր մարդ, ով դիպչում էր ֆայլին։ 24 ժամվա ընթացքում Մարինեն ուներ հարձակման մեջ ներգրավված բոլոր մարդկանց ամբողջական ցուցակը։ Նա ուներ անուններ, հասցեներ, բանկային հաշիվների համարներ, մասնավոր հաղորդակցություններ։ Նա ուներ այն ամենը, ինչ պետք էր կոնսորցիումը ոչնչացնելու համար։ Բայց փոխանակ տեղեկություններն անմիջապես իշխանություններին հանձնելու, Մարինեն այլ բան արեց։ Նա հանդիպում նշանակեց կոնսորցիումի գործադիր տնօրենի հետ, Թոմաս Հակոբյան անունով մի մարդ, ով տեխնոլոգիական արդյունաբերության ամենահզոր մարդկանցից մեկն էր։ Նրանք հանդիպեցին Երանի մի զուսպ սրճարանում։ Թոմասը 60 անց մի տղամարդ էր, սպիտակ մազերով դեմքով, որը կարծես ամբարտավանությունից ձուլված լիներ։ Նրան ուղեկցում էին երկու թիկնապահներ, բայց Մարինեն պնդել էր, որ նրանք դրսում մնան։ Գիտես, թե ինչու եմ այստեղ, հարցրեց Թոմասը, նստելով սեղանին։ Որովհետև ուզում ես ինձ փող առաջարկել հանձնվելու համար, պատասխանեց Մարինեն։ Որովհետև ուզում ես, որ ես Nexus Security-ն վաճառեմ կոնսորցիումին։ Որովհետև ուզում ես, որ ես հրաժարվեմ այն ամենից, ինչ կառուցել եմ։ Ճիշտ այդպես, ասաց Թոմասը մի ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Մենք առաջարկում ենք $2 միլիարդ։ Սա արտասովոր առաջարկ է։ Դու կդառնաս չափազանց հարուստ կին։ Դու կարող ես անհետանալ, շքեղ կյանքով ապրել, թողնել, որ ուրիշ մարդիկ զբաղվեն աշխարհի խնդիրներով։ Իսկ եթե մերժեմ, հարցրեց Մարինեն։ Ապա մենք քեզ կոչնչացնենք, պատասխանեց Թոմասը, ձայնը ձեռք բերեց ավելի սառը երանգ։ Մենք կգողանանք քո տեխնոլոգիաները։ Մենք կսաբոտաժի ենթարկենք քո հեղինակությունը։ Մենք կանենք այնպես, որ կարծես դու խաբեբայ ես, որ քո համակարգերը չեն աշխատում, որ դու անպիտան ես։ Եվ երբ ավարտենք, դու ոչինչ չես ունենա։ Ոչ ընկերություն, ոչ հեղինակություն, ոչ կարիերա։ Մարինեն դանդաղ խմեց իր սուրճը, թույլ տալով, որ լռությունը տարածվի նրանց միջ։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը հանգիստ էր, չափված, վտանգավոր։ Մի բան կա, որ դու պետք է իմանաս, Թոմաս, ասաց նա։
Երբ դու հարձակվեցիր իմ սերվերների վրա, երբ փորձեցիր գողանալ իմ կոդը, դու հետքեր թողեցիր։ Հետքեր, որոնք ես հետեցի մինչ հարձակման մեջ ներգրավված յուրաքանչյուր մարդ։ Հետքեր, որոնք ուղղակիորեն տանում են դեպի քեզ։ Նա ֆլեշ գրիչ դրեց սեղանին։ Այս ֆլեշ գրիչը պարունակում է տեղեկություններ յուրաքանչյուր հաղորդակցության մասին, որ դու ունեցել ես քո հանցակիցների հետ։ Պարունակում է տեղեկություններ յուրաքանչյուր բանկային փոխանցման մասին, որը կատարվել է հարձակումը ֆինանսավորելու համար։ Պարունակում է տեղեկություններ յուրաքանչյուր հանցագործության մասին, որ դու կատարել ես։ Թոմասը գունատվեց։ Դու ինձ սպառնում ես։ Ոչ, պատասխանեց Մարինեն։ Ես անկեղծ եմ։ Որովհետև երկու ճանապարհ կա, որով սա կարող է ավարտվել։ Առաջինն այն է, որ դու փորձում ես ինձ ոչնչացնել, ես այս տեղեկությունները հանձնում եմ իշխանություններին։ Դու բանտ ես գնում։ Քո կոնսորցիումը փլուզվում է։ Այն ամենը, ինչ դու կառուցել ես, ոչնչացվում է։ Իսկ երկրորդ ճանապարհը, հարցրեց Թոմասը, ձայնը թեթակի դողում էր։ Երկրորդ ճանապարհն այն է, որ դու ինձ հանգիստ ես թողնում, պատասխանեց Մարինեն։ Դու դադարեցնում ես հարձակումները։ Դու դադարեցնում ես դավադրությունը։ Դու դադարեցնում ես ամեն ինչ։ Եվ ես պահում եմ այս տեղեկությունները։ Դրանք մնում են ինձ մոտ, որպես ապահովագրություն։ Եթե դու նորից փորձես ինձ վնասել, եթե փորձես ինչ-որ բան անել իմ կամ Nexus Security-ի դեմ, ես ամեն ինչ կհանձնեմ իշխանություններին։ Հասկանում ես։ Թոմասը երկար նայեց նրան։ Նա տեսավ հաշվարկը նրա աչքերում, տեսավ, թե ինչպես է նա կշռում իր տարբերակները, տեսավ, թե ինչպես է հասկանում, որ պարտվել է։ Դու շատ վտանգավոր ես, ասաց նա վերջապես։ Այո, համաձայնեց Մարինեն։ Ես վտանգավոր եմ։ Եվ դու պետք է դա հասկանայիր, նախքան փորձեիր ինձ վրա հարձակվել։ Թոմասը վեր կացավ, քայլեց դեպի դուռը, նրա թիկնապահներն անմիջապես մոտեցան։ Երբ հասավ դռանը, նա շրջվեց, նայեց Մարինեին։ Գիտես, որ սա այստեղ չի ավարտվում, այնպես չէ, ասաց նա։ Այլ մարդիկ կան։ Ինձնից շատ ավելի հզոր մարդիկ։ Մարդիկ, ովքեր չեն կանգնի։ Ես գիտեմ, պատասխանեց Մարինեն։ Բայց հիմա նրանք գիտեն, որ ես գալիս եմ։ Հիմա նրանք գիտեն, որ ես զոհ չեմ։ Հիմա նրանք գիտեն, որ ես սպառնալիք եմ։ Եվ դա ամեն ինչ փոխում է։ Երբ Թոմասը հեռացավ, Մարինեն միայնակ մնաց սրճարանում։ Նա վերցրեց ֆլեշ գրիչը, որը թողել էր սեղանին, պահեց գրպանում։ Նա տեղեկությունները չէր հանձնել իշխանություններին, որովհետև չէր ուզում, որ Թոմասը ձերբակալվի։ Նա ուզում էր, որ նա ապրի վախի մեջ։ Նա ուզում էր, որ նա իմանա, որ ցանկացած պահի նա կարող է ոչնչացնել նրա կյանքը։ Դա իշխանության միծ էր, որը շատ ավելի արդյունավետ էր, քան ցանկացած բանտ։ Հաջորդ ամիսներին Մարինեն սկսեց ընդլայնել իր գործողությունները։ Նա ոչ միայն պաշտպանում էր Nexus Security-ին հարձակումներից, նա սկսեց հարձակվել։ Նա սկսեց հետաքննել կոնսորցիումի գործողությունները, բացահայտել նրանց անբարոյական գործելակերպը, հանրությանը բացահայտել նրանց գաղտնիքները։ Նա պարզեց, որ կոնսորցիումն օգտագործում է օգտատերերի տվյալներն առանց համաձայնության։ Նա պարզեց, որ նրանք տեղեկություններ են վաճառում ավտորիտար կառավարություններին։ Նա պարզեց, որ նրանք իրենց համակարգերում հետնամուտքեր են ստեղծում, որոնք թույլ են տալիս զանգվածային հսկողություն։ Եվ նա բացահայտեց այս ամենը։ Հոդվածները սկսեցին հայտնվել խոշոր հրատարակություններում։ Կառավարությունները սկսեցին հետաքննություն։ Կոնսորցիումի ընկերությունների բաժնետոմսերը սկսեցին ընկնել։ Գործադիր տնօրենները սկսեցին հրաժարական տալ։ Կոնսորցիումը սկսեց փլուզվել։ Եվ Մարինեն այս ամենի կենտրոնում էր, ղեկավարում էր յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր մերկացում։ Բայց կին կար։ Սպառնալիքներ կային։ Մարդիկ կային, ովքեր ուզում էին սպանել նրան։ Մարդիկ կային, ովքեր նրան համարում էին գոյաբանական սպառնալիք իրենց բիզնեսի համար։ Մի օր Մարինեն զանգ ստացավ անհայտ համարից։ Գծի մյուս կողմում կնոջ ձայն էր, մեկի, ում Մարինեն չճանաչեց։ Իմ անունը Իզաբելլա է, ասաց կինը։ Ես աշխատում եմ մի խմբի համար, որը շատ հետաքրքրված է ձեզնով։ Մի խումբ, որը կցանկանար առաջարկ անել։ Ինչ առաջարկ, հարցրեց Մարինեն։ Դուք դադարեցնում եք հարձակվել կոնսորցիումի վրա, պատասխանեց Իզաբելլան։
Դուք դադարեցնում եք մեր գաղտնիքները բացահայտելը։ Դուք դադարեցնում եք մեր գործողությունները ոչնչացնելու փորձերը։ Եվ դրա դիմաց մենք ձեզ ողջ չենք թողնում։ Իսկ եթե մերժեմ, հարցրեց Մարինեն։ Ապա մենք ձեզ կսպանենք, պատասխանեց Իզաբելլան, ձայնն այնքան սովորական էր, կարծես եղանակի մասին խոսեր։ Մենք ձեզ կսպանենք, կանենք այնպես, որ դա դժբախտ պատահար թվա։ Մենք ձեզ կսպանենք, ոչ ոք երբեք չի իմանա, թե ով է եղել պատասխանատուն։ Մարինեն զգաց, որ վախն անցավ իր ողնաշարով։ Նա շատ բաների էր պատրաստվել, բայց ոչ սրան։ Ոչ մահվան ուղղակի սպառնալիքի։ Ինձ մտածելու ժամանակ է պետք, ասաց Մարինեն։ Դուք 48 ժամ ունեք, պատասխանեց Իզաբելլան։ Դրանից հետո մենք կսկսենք իրականացնել մեր պլանը։ Զանգն անջատվեց։ Մարինեն ժամերով մնաց իր գրասենյակում, մտածելով Վիկտորի մասին, թե ինչպես էր նա վարվում նմանատիպ սպառնալիքների հետ։ Մտածելով Ռուբենի մասին, թե ինչպես էր նա դարձել իր սեփական ամբիցիաների զոհը։ Մտածելով իր մասին, թե ով էր դարձել, ով դեռ կարող էր դառնալ։ Եվ հետո նա հասկացավ, որ հասել է շրջադարձային կետի։ Հասել է այն պահին, երբ պետք է հիմնարար ընտրություն կատարեր։ Նա կարող էր կանգ առնել։ Նա կարող էր հանձնվել։ Նա կարող էր թույլ տալ, որ կոնսորցիումը շարունակի իր անբարոյական գործողությունները։ Նա կարող էր ապրել անվտանգ, պաշտպանված, բայց դատարկ կյանքով։ Կամ նա կարող էր շարունակել։ Նա կարող էր դիմակայել սպառնալիքներին։ Նա կարող էր վտանգել իր կյանքը, ճիշտ բան անելու համար։ Մարինեն վերցրեց իր հեռախոսը, զանգահարեց Կարլեն Մկրտչյանին։ Ես տեղեկություններ ունեմ մի խմբի մասին, որը պլանավորում է ինձ սպանել, ասաց նա։ Ես ուզում եմ, որ դուք ինձ օգնեք հետել նրանց։ Ես ուզում եմ, որ դուք ինձ օգնեք ձերբակալել նրանց։ Եվ ես ուզում եմ, որ դուք ինձ օգնեք ոչնչացնել այն ամենը, ինչ նրանք կառուցել են։ Մարինե, սա վտանգավոր է, պատասխանեց Կարլենը։ Սա կարող է ձեր կյանքն արժենալ։ Ես գիտեմ, պատասխանեց Մարինեն։ Բայց դա ճիշտ բանն է անել։ Եվ ես հոգնել եմ սխալ բաներ անելուց, միայն որովհետև դրանք անվտանգ են։ Այդ գիշեր Մարինեն չքնեց։ Նա ժամերն անցկացրեց հավաքելով, ստեղծելով մի ծրագիր, որը կհետեր Իզաբելլայի զանգի ծագմանը։ Նա ստեղծեց անվտանգության արձանագրություն, որը կզգուշացներ իշխանություններին, եթե իր հետ ինչ-որ բան պատահեր։ Նա պատրաստեց այն ամենը, ինչ պետք էր իր սեփական պաշտպանության համար։ Եվ երբ վերջապես առավոտը բացվեց, Մարինեն հասկացավ, որ վերջապես դարձել է այն, ինչ միշտ վախեցել էր դառնալ։ Դարձել էր մեկը, ով պատրաստ էր վտանգել ամեն ինչ, զոհաբերել ամեն ինչ, ճիշտ բան անելու համար։ Դարձել էր ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։ 48 ժամն անցավ Մոլեգին գործունեության մշուշի մեջ։ Մարինեն աշխատեց Կարլեն Մկրտչյանի գործակալների թիմի հետ, հետելով Իզաբելլայի յուրաքանչյուր շարժին, յուրաքանչյուր հաղորդակցությանը, յուրաքանչյուր հետքին, որը կարող էր տանել դեպի այն խումբը, որը սպառնացել էր իր կյանքին։ Հետումը տարավ դեպի քաղաքի կենտրոնի շքեղ շենքի գրասենյակ։ Դա սովորական գրասենյակ չէր, դա մի գործողության կենտրոնակայանն էր, որը տարածվում էր բազմաթիվ երկրներում, ներգրավելով շատ հզոր մարդկանց, ովքեր միլիարդներ էին ներդրել հսկողության տեխնոլոգիաների մեջ։ Մարդկանց, ովքեր ուզում էին վերահսկել տեղեկատվության հոսքն աշխարհում։ Մարինեն պնդեց, որ ներկա լինի, երբ ոստիկանությունը ներխուժի տարածք։ Կարլենը բողոքել էր, ասելով, որ դա չափազանց վտանգավոր է, բայց Մարինեն հաստատակամ էր։ Նա պետք է սա տեսներ իր սեփական աչքերով։ Նա պետք է այնտեղ լիներ, երբ ամեն ինչ փլուզվեր։ Երբ գործակալները կոտրեցին դուռը, Մարինեն նրանց կողքին էր, հագին զրահաբաճկոն, որը կարծես բանտ լիներ իր շուրջը։ Գրասենյակը լի էր համակարգիչներով, սերվերներով, հսկողության սարքավորումներով։ Եվ այն լի էր մարդկանցով, մարդիկ, ովքեր սկսեցին վազել, երբ տեսան գործակալներին։ Իզաբելլան այնտեղ էր։ Նա 40 անց մի կին էր, սմազերով աչքերով, որոնք նույնքան սառն էին, որքան նրա ձայնն էր եղել զանգի ժամանակ։ Երբ տեսավ Մարինեին, դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Դու, շշնջաց Իզաբելլան, փորձելով վազել դեպի դուռը։ Գործակալները նրան կանգնեցրին, գցելով գետնին։ Այո, ես, պատասխանեց Մարինեն, քայլելով նրա ուղղությամբ։ Դու սխալվեցիր, երբ ինձ սպառնացիր։
Դու սխալվեցիր, երբ մտածեցիր, որ ես մեկն եմ, ում կարելի է վախեցնել։ Մինչ Իզաբելլային ձեռնաշղթաներով տանում էին, Մարինեն սկսեց ուսումնասիրել գրասենյակը։ Այն, ինչ գտավ, ցնցեց նրան։ Կային ֆայլեր տասնյակ մարդկանց մասին, քաղաքական գործիչներ, գործարարներ, ակտիվիստներ, լրագրողներ։ Կային տեղեկություններ զանգվածային հսկողության գործողությունների մասին։ Կային սպանությունների գրառումներ, որոնք դժբախտ պատահարների տեսք էին տվել։ Եվ կար մի ֆայլ իր անունով։ Ֆայլ, որը պարունակում էր յուրաքանչյուր քայլ, որը նա արել էր վերջին 3 տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր զանգ, որը ստացել էր։ Յուրաքանչյուր մարդ, ում հետ հանդիպել էր։ Յուրաքանչյուր որոշում, որը կայացրել էր։ Նրանք ամբողջ ընթացքում դիտում էին նրան։ Մարինեն նստեց գրասենյակի աթոռներից մեկին պարզապես շնչեց։ Նա այդ պահին հասկացավ, որ վերջապես հասկացել է իշխանության իրական գինը։ Գինը գաղտնիության կորուստն էր։ Գինը գիտակցումն էր, որ կան մարդիկ, ովքեր ուզում են ոչնչացնել նրան։ Գինը մշտական վախի մեջ ապրելն էր։ Բայց նա մի այլ բան հասկացավ։ Հասկացավ, որ վախը պարզապես զգացմունք է։ Եվ զգացմունքները կարելի է հաղթահարել։ Հաջորդ ամիսներին այն տեղեկությունները, որոնք Մարինեն հավաքել էր, օգտագործվեցին ավելի քան 100 մարդու դատելու համար, դավադրությունից մինչ սպանություն հանցագործությունների համար։ Տեխնոլոգիական կոնսորցիումն ամբողջությամբ քանդվեց։ Զանգվածային հսկողության գործողությունները բացահայտվեցին, դադարեցվեցին։ Եվ Մարինե Հովհաննիսյանը դարձավ տեխնոլոգիական արդյունաբերության ամենահզոր կինը։ Բայց իշխանությունը եկավ մի գնով, որը նա լիովին չէր հասկացել։ Եկավ մեկուսացման հետ։ Եկավ անվստահության հետ։ Եկավ այն հասկացողության հետ, որ կան մարդիկ, ովքեր վախենում են նրանից, մարդիկ, ովքեր վախենում են քեզնից, հաճախ փորձում են ոչնչացնել քեզ։ Իզաբելլայի ձերբակալությունից 1 տարի անց Մարինեն իր բնակարանում այցելու ունեցավ։ Դա Սոֆյա Մանուկյանն էր, Վիկտորի քույրը։ Նա ծերացել էր, հոգնած, բայց նրա աչքերում խաղաղություն կար։ Ես ուզում էի, որ դու մի բան իմանաս, ասաց Սոֆյան, նստելով բազմոցին։ Վիկտորը քեզ համար վերջին նվերն է թողել։ Մի բան, որը նա ուզում էր, որ դու ունենաս միայն այն ժամանակ, երբ վերջապես կհասկանաս իշխանության իրական իմաստը։ Սոֆյան Մարինեին նամակ տվեց։ Ձեռագիրը Վիկտորինն էր, բայց գիրը թույլ էր, կարծես գրված լիներ մեկի կողմից, ով շատ հիվանդ էր։ Մարինե։ Եթե դու սա կարդում ես, նշանակում է, դու վերջապես հասկացել ես։ Դու հասկացել ես, որ իշխանությունը ուրիշներին հաղթելու մասին չէ։ Այն ինքդ քեզ փոխակերպելու մասին է։ Այն հասկանալու մասին է, որ դու ավելի ես ընդունակ, քան երբեք պատկերացրել ես։ Մի բան կա, որ ես երբեք քեզ չեմ պատմել։ Մի բան, որը ես գաղտնի եմ պահել, որովհետև դու պետք է ինքդ բացահայտեիր։ Ես ոչ միայն Սոֆյայի եղբայրն եմ։ Ես նա քո հայրն եմ։ Այո, քո կենսաբանական հայրը։ Մայրդ ես սիրավեպ ենք ունեցել, երբ երիտասարդ էինք։ Նա հղիացավ, ես պատրաստ չէի հայր լինելու։ Այսպիսով, նա քեզ որդեգրման տվեց։ Ես տարիներ եմ անցկացրել, փորձելով գտնել քեզ, փորձելով ճանաչել քեզ, փորձելով լինել քո կյանքի մի մասը։ Երբ վերջապես գտա քեզ, դու ամուսնացած էիր Ռուբենի հետ։ Դու արտասովոր բան էիր կառուցում, բայց ոչնչացվում էիր մի մարդու կողմից, ով քեզ արժանի չէր։ Այսպիսով, ես արեցի այն, ինչ ցանկացած հայր կաներ։ Ես փորձեցի փրկել քեզ։ Ես լավ մարդ չեմ, Մարինե։ Ես սարսափելի հանցագործություններ եմ կատարել։ Ես անմեղ մարդկանց եմ վնասել։ Ես ստի բռնության վրա հիմնված կայսրություն եմ կառուցել։ Բայց դու ավելի լավն ես, քան ես երբեք կարող էի լինել։ Դու ավելի լավն ես, քան որևէ մեկը, ում ես ճանաչում եմ։ Դու արտասովոր բաներ ես անելու։ Դու կփոխես աշխարհը։ Եվ դու դա կանես էթիկապես, ազնվորեն, այնպես, որ կարողանաս հպարտանալ։ Ես այնքան հպարտ եմ քեզնով, որ ցավում է։ Հայրդ, Վիկտոր։ Մարինեն նամակը մեկ անգամ կարդաց։ Հետո նորից կարդաց։ Եվ նորից։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք հասկացողության արցունքներ էին։ Դրանք ընդունման արցունքներ էին։ Նա միշտ ուզեցել է քեզ ասել, ասաց Սոֆյան, ձեռքը դնելով Մարինեի ուսին։
Բայց նա հավատում էր, որ դու նախ պետք է ուժեղ դառնաս։ Նա հավատում էր, որ դու պետք է հասկանաս քո սեփական ուժը, նախքան կհասկանաս, թե որտեղից է այն գալիս։ Ինչու եք ինձ դա հիմա պատմում, հարցրեց Մարինեն։ Որովհետև դու վերջապես պատրաստ ես, պատասխանեց Սոֆյան։ Որովհետև դու վերջապես հասկացել ես, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե ուրիշներին հաղթելուց։ Այն գալիս է ինքդ քեզ փոխակերպելուց։ Եվ Վիկտորը, իմ եղբայրը, քո հայրը, նա վերջապես կարող է հանգստանալ, իմանալով, որ դու դա հասկացել ես։ Հաջորդ տարիներին Մարինեն Nexus Security-ին վերածեց մի բանի, որը գերազանցում էր պարզ ընկերությանը։ Նա այն վերածեց շարժման։ Շարժում հանուն էթիկական տեխնոլոգիայի, պաշտպանված գաղտնիության, մի աշխարհի, որտեղ տեղեկատվությունը մարդու իրավունք է, ոչ թե ապրանք։ Նա աշխատեց կառավարությունների հետ կիբերանվտանգության միջազգային չափանիշներ սահմանելու համար։ Նա աշխատեց ՀԿ-ների հետ, ակտիվիստներին, լրագրողներին հսկողությունից պաշտպանելու համար։ Նա աշխատեց համալսարանների հետ, ինժեներների հաջորդ սերնդին պատրաստելու համար, ովքեր հասկանում էին, որ իշխանությունը պետք է օգտագործվի բարիքի համար։ Եվ նա երբեք չմոռացավ, թե որտեղից է եկել։ Երբեք չմոռացավ այն կնոջը, ով առանց հայացքը բարձրացնելու ամուսնալուծության թղթեր էր ստորագրել։ Երբեք չմոռացավ այն մարդուն, ով իրեն փրկել էր անձրի տակ։ Երբեք չմոռացավ իր հորը, Վիկտոր Մանուկյանին, ով զոհաբերել էր ամեն ինչ, որպեսզի նա կարողանար դառնալ այն, ով էր։ Ամուսնալուծությունից 10 տարի անց Մարինեն ժնի բեմում էր, ստանում էր միջազգային մրցանակ կիբերանվտանգությանը մարդու իրավունքներին իր ներդրման համար։ Բեմ բարձրանալիս նա մտածեց Ռուբենի մասին, ով դեռ բանտում էր, ծերանում էր, մոռացված։ Նա մտածեց Դմիտրի Վոլկովի մասին, ով մահացել էր բանտում 3 տարի առաջ։ Նա մտածեց Թոմաս Հակոբյանի մասին, ով ինքնասպան էր եղել, երբ իր կայսրությունը փլուզվել էր։ Նա մտածեց Իզաբելլայի մասին, ով ցմահ ազատազրկում էր կրում։ Եվ նա մտածեց Վիկտորի մասին։ Իր հոր։ Մի մարդու, ով սարսափելի սխալներ էր թույլ տվել, բայց ով վերջապես հասկացել էր, որ ապրելու ավելի լավ ճանապարհ կա։ Ես կցանկանայի այս մրցանակը նվիրել մեկին, ով այստեղ չէ, ասաց Մարինեն խոսափողի մոտ, ձայնն արձագանքում էր դահլիճում։ Մեկին, ով ինձ սովորեցրեց, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե ուրիշներին հաղթելուց, այլ ինքդ քեզ փոխակերպելուց։ Մեկին, ով զոհաբերեց ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ ազատ լինել։ Մեկին, ով վերջապես հասկացավ, որ քավությունը հնարավոր է նույնիսկ նրանց համար, ովքեր կատարել են ամենավատ հանցագործությունները։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Այս մրցանակը Վիկտոր Մանուկյանի համար է։ Հորս։ Մի մարդու, ով հանցագործ էր, բայց մահացավ որպես հերոս։ Ամբոխը ոտքի կանգնեց, ծափահարեց։ Եվ Մարինեն, կանգնած բեմում, վերջապես հասկացավ, որ հասել է իր ճանապարհորդության ավարտին։ Ոչ թե իր կյանքի ավարտին, ոչ թե իր կարիերայի ավարտին, այլ այն ճանապարհորդության ավարտին, որը սկսվել էր այն անձրոտ օրը, երբ մի թրջված կին նստել էր շքեղ մեքենա։ Նա սկսել էր որպես զոհ։ Դարձել էր վերապրող։ Դարձել էր վրիժառու։ Եվ վերջապես, դարձել էր շատ ավելի կարևոր բան։ Դարձել էր բարիքի ուժ աշխարհում։ Եվ բեմից իջնելիս, երբ ստանում էր համաշխարհային առաջնորդների ազդեցիկ գործարարների շնորհավորանքները, Մարինե Հովհաննիսյանը ժպտաց։ Որովհետև նա վերջապես հասկացել էր այն ճշմարտությունը, որը Վիկտորը փորձում էր սովորեցնել իրեն հենց սկզբից։ Ով ավելի քիչ է մտահոգվում, միշտ ավելի շատ իշխանություն է ստանում։ Բայց ով ավելի շատ է մտահոգվում, ով անկեղծորեն մտահոգվում է աշխարհի բարօրության համար, հենց նա է իրականում փոխում ամեն ինչ։ Պատմության ավարտը։ Ինչպիսի։ Արտասովոր ճանապարհորդություն, այնպես չէ՞։ Մենք ուղեկցեցինք Մարինեին ամուսնալուծության գրասենյակի այդ կործանարար պահից, երբ նա ստորագրում էր իր թղթերն առանց հայացքը բարձրացնելու, մինչ դարձավ աշխարհի ամենահզոր կանանցից մեկը։ Մենք տեսանք, թե ինչպես նա ցավը վերածեց ուժի, դավաճանությունը, իմաստության, վրեժխնդրությունը, քավության։ Բայց Մարինեի պատմությունը մեր ունեցած բազմաթիվ անհավանական պատմություններից ընդամենը մեկն է։ Եթե դուք սիրեցիք յուրաքանչյուր շրջադարձ, յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր լարված պահ, որը ձեզ պահում էր ձեր նստատեղի եզրին, ապա ձեզ դուր կգա այն, ինչ մենք պատրաստել ենք։ Բաժանորդագրվեք հիմա մեր ալիքին, բաց չթողնելու համար հաջորդ դրամատիկ պատմություններից ոչ մեկը։ Մենք ունենք պատմություններ իշխանության, դավաճանության, քավության անձնական փոխակերպման մասին, որոնք ձեր շունչը կկտրեն։
Դրեք ձեր հավանությունը, եթե հավատում եք, որ Մարինեն ճիշտ բան արեց, բացահայտելով կոնսորցիումը, նույնիսկ իմանալով, որ դա իրեն վտանգի տակ կդնի։ Դրեք ձեր հավանությունը, եթե դուք նույնպես հավատում եք, որ իրական իշխանությունը գալիս է ինքդ քեզ փոխակերպելուց։ Մեկնաբանեք ստորև։ Որն էր պատմության ամենահիշարժան պահը ձեզ համար։ Երբ Մարինեն վերջապես հասկացավ, որ Վիկտորն իր հայրն է։ Երբ նա դիմակայեց Թոմաս Հակոբյանին։ Երբ նա պարզեց, որ իրեն ամբողջ ընթացքում դիտում էին։ Մենք ուզում ենք լսել ձեր կարծիքը։ Կիսվեք այս պատմությամբ ձեր ընկերների, ձեր ընտանիքի, ցանկացած մեկի հետ, ում կարծիքով կգնահատի պատմություն իշխանության, քավության անձնական փոխակերպման մասին։ Որովհետև նման պատմություններն ունեն մարդկանց ոգեշնչելու ուժ, նույնպես փոխակերպվելու։ Եվ մի մոռացեք, էկրանի ձախ կողմում դուք կգտնեք ամբողջական երկացանք, այլ անհավանական պատմություններով, որոնք ուսումնասիրում են կորպորատիվ վրեժխնդրության, անձնական քավության իշխանության գնի թեմաները։ Պատմություններ մարդկանց մասին, ովքեր դիմակայել են անհնարին դժվարությունների դուրս եկել փոխակերպված։ Պատմություններ, որոնք ձեզ կստիպեն կասկածի տակ դնել այն ամենը, ինչին հավատում եք հաջողության, իշխանության բարոյականության մասին։ Շնորհակալություն Մարինե Հովհաննիսյանին իր արտասովոր ճանապարհորդության ընթացքում ուղեկցելու համար։ Հուսով ենք կտեսնենք ձեզ մեր հաջորդ պատմության մեջ։